Մեկնարկում ենք Ռեֆորում 2026 աշխատարանի հերթական հանդիպում քննարկումը հանրային քաղաքական գործիչների հետ 2026 թվականի ընտրություններին ընդառաջ։ Նախ եւ առաջ, պարոն Թաթոյան, թույլ տվեք շնորհակալություն հայտնել հրավերն ընդունելու, այսօր այստեղ գտնվելու համար։ Իրոք շնորհակալ ենք, որ կարևորում եք ակտիվ երիտասարդության հետ երկխոսությունը եւ այստեղ ներկա եք գտնվում։ Մեր հյուրը, ինչպես գիտեք, Միասնության թևեր կուսակցության արդեն առաջնորդ Արման Թաթոյանն է եւ այսօրվա թեման լինելու է ընդդիմության օրակարգը 2026 թվականի ընտրություններին ընդառաջ։ Իհարկե մենք ակնկալում ենք, որ ավելի շատ դուք ձեր կուսակցության շրջանակներում քննարկումը գնա, բայց ընթացքում ավելի շատ հարց ու պատասխանի միջոցով է ընթանում եւ արդեն նաեւ ձեր կողմից ներկայացված բովանդակության եւ նաեւ մասնակիցների հարցերի բերումով կհասկանանք, թե քննարկումը ինչ ուղղությամբ է ընթանում։ Ցանկանում եմ նշել, որ մասնակիցները գրանցվում են հարցերի համար եւ ինձ մոտ արկա աղյուսակի միջոցով ես ըստ գրանցման արագության, հերթականության մասնակիցների անունը տալիս եմ, հարցերը հնչում են, իսկ մինչ այդ առաջարկում եմ, որ դուք մինչեւ 5 րոպե ոնց որ նախաբանով հանդես գաք, հետեւապես հարթակը ձերն է, կարող եք սկսել։ Բարև ձեզ, սիրելի երիտասարդներ, շնորհակալ եմ հրավերի համար, շնորհակալ եմ, որ այստեղ եք եւ հետաքրքրված եք այս կարևոր հարցերով։ Մի այսպես նկատառում միասնության թևեր կուսակցության մասին նշումը ճիշտ էր, բայց կուսակցության ես անկուսակցական եմ եւ քաղաքական նախաձեռնության ղեկավարն էի, հիմա արդեն կուսակցություն է։ Մենք այո, ընտրությունների մասնակցելու ենք այդ քաղաքական ուժով։ Մեր միասնության թևեր կուսակցությամբ, այսպես ասած։ Ես Արման Թաթոյանն եմ, մասնագիտությամբ իրավաբան եմ, ծնվել եմ 1981 թվականին Երևանում, ծնվել եմ հայկական սովորական ընտանիքում, աշխատավոր, այսպես ասած, մայրս մանկաբար։ Այնպես է ստացվել, որ դպրոցից հետո ուսումը շարունակել եմ Հայաստանում, շարունակել եմ Եվրոպայում, Ամերիկայի Միացյալ Նահանգներում, նաև տեխնազոական ատենախոսությանս ժամանակ առաջին օպոնենտս Ռուսաստանի Դաշնությունից էր։ Դպրոցում սովորելու տարիներին հիշում եմ դեռ Երևանում, երբ Հայաստանում էինք, 6-րդ մոտավորապես դասարանում, 6-րդ դասարանից տեղափոխվեցինք ծնողներով ընտանիքիս հետ միասին Ուկրաինա, դպրոցը շարունակել եմ նաև Ուկրաինայում։ Այդ պատճառով է, որ ես նաև խոսում եմ ուկրաիներեն, գրում եմ, կարդում եմ ուկրաիներեն։ Այնտեղ բնակվել ենք ծնողներիս հետ միասին ընտանիքով 5 տարի մոտավորապես եւ թեև ծնվել եմ Երևանում, բայց քանի որ ուսումը շարունակում ենք Ուկրաինայում, այնտեղ մենք ունեինք սեփական տուն, այսպես ասած, քաղաքից ոչ հեռու գտնվող վայրում։ Դրա պատճառով նաեւ ես շատ ակտիվ ներգրաված եմ եղել գյուղատնտեսական աշխատանքներին եւ ակտիվ գյուղատնտեսությամբ եմ շատ զբաղվել ու միշտ փոքր ժամանակվանից ես դա շատ եմ սիրել։ Շատ լավ հիշում եմ, երբ դպրոցական էի, առավոտյան ժամը 6-ին արթնանում էի, կերակրում էի կենդանիներին, սպիտակ բազուկ էի ճորկա անում, կորմի հետ խառնում էի, առավոտյան ժամը 6-ին կերակրում էի, խոզեր եմ պահել, հավեր եմ պահել, այծեր եւ այլն, կերակրում էի առավոտյան ժամը 6-ին, հետո գնում էի դպրոց։ Վերադառնում էի, ելի զբաղվում էի գյուղատնտեսական աշխատանքներով, օգնում էի ընտանիքիս նաև հողը մշակելու հարցում եւ շատ բաներ արդեն ինքս էի կարողանում անել եւ հետո դասերիս էի նորից անցնում։ Ու այդ ամենը ինձ մոտ ձևավորել է նաև մեծ սերը դեպի գյուղական միջավայր, գյուղատնտեսություն, աշխատավոր մարդը, որովհետև երբ ինքդ տեսնում ես քո աշխատանքի արդյունքը, դա մեծ կարևորություն է ունենում։ Բայց նաև հետաքրքիր ձևավորել են նաև անձնային առանձնահատկություններ։ Գիտեք, այսպեսի հետաքրքիր բան պատմեմ։ Ուրեմն երբ մեկնեցինք Ուկրաինա,
քրոջս հետ միասին սկսեցինք հաճախել դպրոց, ուրեմն այդտեղ մի հետաքրքիր մեխանիզմ կար, որ լավ սովորողները սովորում էին A դասարանում, վատ սովորողները սովորում էին B դասարանում։ Այսպես որ հիմա մտածում ես, ինչ որ խտրականության, ինչ որ չէ, լավ էլ խտրականության էլեմենտներ կային։ Եվ երբ մենք սկզբում մեկնեցինք, սկսեցի սովորել այնտեղ, քրոջս հետ միասին, քանի որ ուկրաիներեն չգիտեինք, մենք սկսեցինք սովորել B դասարանում։ Իհարկե շատ ծանր էր այդ գիտակցումը, որ դու սովորում ես B դասարանում, որտեվ ես Երևանում շատ լավ էի սովորում, ու կարող ես հիմա արդեն հանկարծ սկսել սովորել B դասարանում, ու դες մի ձև էի նայում մի քիչ ուրիշ, մանավանդ մենք միակ այսպես ազգությամբ հայերն էինք այդտեղ։ Դե հաջորդ շատ լավ հիշում եմ, որ հաջորդ մոտարապես 1 տարի հետո մենք տեղափոխվեցինք A դասարան երկուսս էլ եւ սկսեցինք լավ սովորել։ Ու միշտ գիտեք, իմ մոտ սա նույնպես ձևավորել է այդ զգացողությունը, որ այդ անարդարության դեմ պայքարի քո գիտելիքով, քո կարողությամբ, որ չդառնաս հանգարց դրա զոհը։ Եվ հետարքիր մի բան էլ ասեմ, ուրեմն որը կապված է նաև իմ ազգային ինքնության գիտակցումը դարձրել է նաև անձնական ինքնության մաս։ Ուրեմն մենք երբ սովորում էինք Ուկրաինայում մի դպրոցում մի սովորություն, այսպես կանոն կար, որ ներկա բացականանելիս նաև նշում էին ազգությունը։ Օրինակ ասում էին, ասենք Թաթոյան Արման եւ հայ։ Ուկրաիներեն դա հնչում էր, քանի որ ուկրաիներեն Հայաստանը Վիրմենիա եւ հայ Վիրմեն։ Ու ամեն անգամ ասում էին Վիրմեն, բնականաբար հայ որպես։ Եվ մյուսներին ասում էին ռուս, ասենք եւ այլն։ Ու դրա պատճառով շատ սկզբում կար այսպես երևույթներ եւ կարող էին դպրոցական տարիքը ոնց է ծաղրել, ազգության համար եւ այլն, ու ես դրա պատճառով շատ եմ կռիվների մեջ ընկել։ Իմ աշակերտ ժամանակ, որովհետեւ այսպես կռիվների, դպրոցական կռիվների շատ մասը այդտեղից է գալիս։ Եվ անընդհատ այսպես շատ վիրավորում էր էլի, որ դու հայ ես, դրա համար քեզ կարող է հանգարց ինչ որ ծաղր են բան, դե երեխայական, ասենք, այդ բուլինգի մասն էր կազմում, բայց դա շատ հետաքրքիր անձնային հատկություն է ձևավորել, որ միջև հիմա ին մեջ նստած է, որ քո ազգային արժանապատվությունը իրականում անձնական արժանապատվության մաս է։ Եվ հետագայում իհարկե երբ սկսեցինք ավելի լավ սովորել եւ գերազանցությամբ էի արդեն սովորում, հասկացա, որ նաեւ նոր ընկերներ ես ձեռք բերում, ավելի հարգանքն է մեծանում, ավելի ուրիշ կերպ է սկսում վերաբերվել։ Այդ տարիները այնպես որ շատ էսպես ինձ հետ շատ իմ անձնական հատկանիշների ձևավորման վրա նաև հետագայում մասնագիտական մեծ նշանակություն են ունեցել։ Եվ երբ սովորեցինք, արդեն էսպես ամբողջ այդ ընթացքը անցավ, վերադարձանք Երևան, նպատակ սկզբում կար, որ ես հենց Կիևի համալսարանում էլ ընդունվեմ, միշտ ուզեցել եմ իրավաբան դառնալ, ամբողջ կյանքում, եթե ես հիմա էլ եմ ասում, եթե ունենամ 10 հնարավորություն ընտրելու մասնագիտության, ես միշտ իրավաբանը կընտրեմ, որովհետև այնքան շատ բնագավառներ կան իրավագիտության մեջ, որ կարելի է ընտրել եւ դրանք զարգացնել։ Բայց այնպես ստացվեց, որ մայրս այդ ընթացքում եկավ Երևան, 96 թիվն էր դա, եւ մեզ բոլորիս այսպես պնդելով համոզեց, որ չէ, մենք պետք է վերադառնանք Հայաստան, որտեղ առանց դրա հնարավոր չէ եւ երեխաները չպետք է Ուկրաինայում սովորեն, այլ Հայաստանում։ Եվ այդպես վերադարձանք։ Վերադարձանք Երևան, ես երբ վերադարձանք, ասեմ ձեզ, որ հայերեն միայն խոսում էի, շատ դժվար։ Գրել, կարդալ, կարդում էի, կարող է տառերը այսպես որոշակի իմանայի, բայց չէի հասկանում բնականաբար բառերի նշանակությունը եւ այլն, գրեթե չգիտեի հայերեն, միայն խոսում էի։ Բայց այդ տարի, քանի որ 1 տարի էր մնացել, պետք էր անպայման ընդունվել ես իմ առաջ դրված նպատակն էր իրավաբանական ֆակուլտետ, որովհետեւ իրավաբան դառնալը իմ կյանքի որոշումն էր, երազանքներ, միշտ ուզեցել եմ դա։ Եվ ես սկսեցի պարապել դասախոսների մոտ, իհարկե այն ժամանակ այդպես էր։ Պարապեցի հենց առաջին տարին, շատ լավ հիշում եմ, հայոց լեզուն մաքուր 20 ստացա։ Ուղղակի դա ինձ համար մեծագույն նվաճում էր, ես հիշում եմ այդ պահը, երբ եկանք ով Երևանի պետական համալսարանում սովորել է ֆիզկուլտ ֆակուլտետի, այսինքն որտեղ այսպես այդ սրահն է ֆիզկուլտուրայի, պատերի վրա փակցնում էին առաջ գնահատականները։ Երբ ես շատ լավ հիշում եմ գիշերով մորս հետ եկանք, մեր ընտանիքիս հետ
ցուցակները փակցված էր, նայեցի դիմացը մաքուր 20, դա ուղղակի այսպես չէի հավատում աչքերիս եւ շատ էի ուրախացել։ Պատմությունը, որ ընդհանրապես էլի դե չէի տիրապետում, այդ մի տարվա մեջ գրեթե անգիր եմ արել 4 դասագիրք էր այն ժամանակ, ուղղակի գրեթե անգիր եմ արել, որովհետեւ չէի իմանում, բայց պետք էր անպայման խնդիրը լուծել։ Իհարկե հետո հայոց պատմություն անցանք, ուսանող ժամանակ, հետո ես շատ եմ դրա մեջ խորացել։ Պատմությունը ստացա 17։ Այն ժամանակ ամենաշատը 18-ն էին նշանակում։ Անգլերենը ստացա 19 եւ 56 միավորով ընդունվեցի անվճար, որովհետեւ այդ պահին մեզ դա շատ պետք էր, այն առումով, որ ոչ միայն պետք էր ապացուցել, պետք էր իրականում այդ հարցը լուծել, բայց նաեւ նրա համար, որ այդ ժամանակ մեր ընտանիքը ֆինանսական դժվարություններ ուներ եւ իմ առաջ ես դրել էի այդ նպատակը անպայման այդպես անել, որովհետեւ օրինակ այն ժամանակ դասախոսների մոտ պարապելը շատ թանկ հաճույք էր եւ հիմա էլ, բայց այն ժամանակ առավել եւս շատ թանկ էր։ Մենք մեքենա ունեինք 24 գազ 24 մեքենա, որը շուտվանից հայրս ուներ, շատ էր սիրելի մեքենան էր։ Երբ ես որոշում էինք, որ պետք է պարապեմ, որպեսզի ընդունվեմ, հայրս ու շատ դժվար էր իհարկե ես հասկանում էի ծնողներիս համար բարդություններ կան, որտեղ նոր վերադարձել ենք, մի քիչ աշխատանքի հետ կապված խնդիրներ, ֆինանսական դժվարություններ, մայրս մանկավարժ էր աշխատում, բայց այն ժամանակ աշխատավարձը կարծեմ 30,000 դրամ էր, թե այդպես մոտավորապես փոքր աշխատավարձ էր։ Ես չեմ մոռանա երբեք այդ օրը, երբ հայրս եկավ, ասեց մի մտածի տղա ջան, մենք կվաճառենք մեքենան եւ արդեն գնորդներ գտել էր։ Ինձ համար դա շատ մեծ ուժ տվեց, որ գրեթե անելանելի վիճակում ես չէի էլ մտածել, որ համոզեմ մեքենան վաճառել կամ ասեմ, խնդրեմ։ Եվ մեքենան մենք վաճառեցինք ու ես պարապեցի, դա ինձ համար ոչ միայն այսպես նվիրական հարց էր, այլ նաև մեծ պարտավորվածություն էր, որ ես անեմ այն, ինչի համար իմ ծնողները գնում են։ Եվ ես այդ գումարով ամբողջությամբ գնաց դասախոսներին պարապեցի, ընդունվեցի իրավաբանական ֆակուլտետ։ Իրավաբանական ֆակուլտետում սկզբում շատ դժվար էր ինձ համար, որովհետև ամբողջը հայերեն էր ուսումը, իսկ ես հայերեն ձեզ ասացի, որ նոր էի ամբողջությամբ սովորել, պատմություն, մնացած բաները եւ դրա համար սկզբից դժվար էր գնում, բայց ես հասկանում էի, որ պետք է շատ լավ սովորեմ եւ իրավաբանական ֆակուլտետում արդեն իհարկե շատ դժվարություններ կային, զուգահեռ նաեւ ստիպած եմ եղել աշխատել որոշ ժամանակ։ Բայց ես կամաց հասկացա, որ ես կարող եմ գիտելիքը ինձ տալիս է անկախություն, գիտելիքը ինձ տալիս է հնարավորություն հաջողությունների հասնել եւ կարմիր դիպլոմով գերազանցությամբ ավարտեցի իրավաբանական ֆակուլտետը։ Ընդունվեցի, հետո մագիստրատուրա, հետո ընդունվեցի ասպիրանտուրա, պաշտպանեցի թեկնածուական ատենախոսություն եւ հետագայում անցա աշխատանքի։ Սկզբում անցա աշխատանքի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում, նոր էր ստեղծվել այդ կառույցը, դրանից առաջ մի հասարակական կազմակերպությունում էի նաեւ։ Հետագայում սովորեցի ուսումը շարունակեցի Ամերիկայի Միացյալ Նահանգներում։ Հիմա որ ժամանակը քիչ է արագացված ուղղակի արդեն ասեմ, Ամերիկայի Միացյալ Նահանգներում սովորել եմ Պենսիլվանիայի համալսարանի իրավունքի դպրոցում եւ բիզնես դպրոցում հատուկ դասընթացներ եմ անցել Wharton դպրոցում։ Դա այն բուհն է, որտեղ ավարտել է Ամերիկայի ներկայիս նախագահը Էլոն Մասկը, Ամերիկայի երկու նախագահ ավարտել է Պենսիլվանիայի համալսարանը, ով տեղակ է դա Ivy League համալսարան է։ Այսինքն աշխարհի լավագույններից է, ինձ համալսարանը, քանի որ շատ բարձր հիշում եմ 170,000 մոտավորապես դոլար էր կազմելու եւ ուսման ծախսերը եւ ապրելու, ուսման ծախսերը կեսը ամբողջությամբ հոգաց համալսարանը, այսպես scholarship տվեցին, իսկ կեսն այդ ժամանակ լույս հիմնադրամ կար, աշխարհի 10 համալսարանների ցանկ կար, ով դիմում էր, ընդունվում էր, տալիս էին, այդտեղից ստացա։ Հետագայում երբ վերադարձա, այնտեղ սկսեցի հանձնել Նյու Յորքի փաստաբանի քննություններ, երբ սովորում էի արդեն ԱՄՆ-ում, բայց այստեղից արդեն վերադարձա, առաջարկ ստացա մասնագիտական աշխատանք աշխատել արտարադատության փոխնախարարի պաշտոնում, հետո դարձա մարդու իրավունքների պաշտպան։
Մեկ նկատառում ընդհանրապես ասեմ, որ այդ ամբողջ իմ կարիերայի ընթացքում ես նաև աշխատել եմ միջազգային կազմակերպություններում, որտեվ դա ինձ համար շատ կարևոր էր այդ բազմամշակութային նաև բնակավարում աշխատանքը։ Ես աշխատել եմ աֆրիկյան երկրներում, բարեփոխումների ծրագրեր եմ ղեկավարել Մարոկոյում, իրականացել եմ Մարոկոյում, Թունիսում, միջազգային առաքելություններ եմ իրականացել Երուսաղեմում, Հորդանանում, միջազգային պատվիրակություններ եմ ղեկավարել եւ աշխատել եմ եվրոպական երկրներում, Նիդերլանդներում, Հունգարիայում, Լիտվայում, Ուկրաինայում, Ֆինլանդիայում, Եվրոպայի խորհրդի միջազգային փորձագետ եմ եղել խորհրդական Ռուսաստանի Դաշնությունում խոշտանգումների կանխարգելման հարցերով, մասնավորապես գրեթե բոլոր չէ, բայց շատ քաղաքներում եղել եմ այդ բնակավարի ստուգում աշխատանքս ներառել է հիմնականում իրավական համակարգի բարեփոխումները, քրեակատարողական հիմնարկներ, հոգեբուժարաններ եւ այլն։ Ու նաեւ դա հնարավորություն է տվել այս փորձը հասկանալ, որ երկրում ինչ ցախողումներ, որ համակարգի պատճառով կարող են ցախողումներ լինել եւ ինչպես դու կարող ես այդ ցախողումները բարեփոխել, այսինքն վերափոխել եւ հաջողության վերածել։ Նաև ասեմ ձեզ, որ եղել եմ կոռուպցիայի դեմ պայքարի ՄԱԿ-ի միջազգային խմբի UNODC, այսպես ասած, մոնիտորինգի խմբի անդամ, Մոնտենեգրոյում ենք իրականացրել ստուգումներ հակակոռուպցիոն համակարգի, եղել եմ Եվրոպական դատարանում ad hoc դատավոր, մարդու իրավունքների Եվրոպական դատարանում, եւ այդպես բազմաթիվ միջազգային կառույցներում ու մարդու իրավունքների պաշտպան էի, երբ արդեն այդ ամենը միշտ փորձել եմ բերել Հայաստան, որովհետեւ այդ փորձը որպեսզի իրականացնենք նաև Հայաստանում։ Եվ արդեն գիտեք, որ ազդարարել ենք նաև քաղաքական գործընթացների մասնակցության մասին ու հիմա արդեն ակտիվ process-ի պայքարի մեջ ենք մեր ընկերների հետ միասին, համակիրների, գաղափարակիցների ու ուրախ եմ շատ տեսնել երիտասարդների, որովհետև մեր աշխատանքի, մեր գործունեության գլխավոր, այսպես կարևորագույն մաս կազմում են երիտասարդները, երիտասարդների հետ աշխատանքը, երիտասարդության համար ապագայի ձևավորման մեր ծրագրերը պատրաստ են քննարկել բոլորը, հատկապես եթե կլինեն հետաքրքրություններ, կլինի կրթական համակարգ, կլինի երկրի ապագայի հետ կապված զարգացումներ, կարծում ենք նաև իհարկե հետագայում շարունակելու համար մեր աշխատանքը, ասեմ, որ ձեզ ամբողջ ընթացքում այս դասավանդել եմ Երևանի պետական համալսարանում, Հայաստանի ամերիկյան համալսարանում ծրագրի ղեկավար էի, հիմա ժամանակավորապես այս process-ի ընթացքում դադարեցրել ենք, նաև պրոֆեսոր ամերիկյան համալսարանի իրավունքի գծով եւ այդ ընթացքում նույնպես կրթական համակարգը եւ պրակտիկան փորձել ենք ապել իրար հետ, այսպես հիմնականում այսքանը որպես ներածություն, խնդրեմ, եթե հարցեր կան, ես սիրով պատրաստ եմ պատասխանել։ Շնորհակալություն ներածական խոսքի համար։ Մենք հետագա մեր քննարկման համար ունենք 1 ժամ 13 րոպե։ Եթե հնարավորության պարագայում խնդրեմ հարցերին հակիր, որովհետև գրանցվողները շատ են, մենք մեր բոլոր բանախոսներից սա խնդրում ենք, իսկ առաջի հարցի համար խնդրում եմ բարձրախոսը տրամադրել Նարեկ Մարտիրոսյանին։ Շնորհակալություն հարցի հնարավորության համար, Նարեկ Մարտիրոսյան, Երևանի պետական համալսարան։ Պարոն Թաթոյան, դուք այսօր 150+ երիտասարդների հետ հանդիպումից ուշացաք 29 րոպե, քաղաքական ոլորտում եք նույնքան անպատասխանատու լինելու։ Շնորհակալություն։ Ուշացումը պայմանավորված էր ոչ մեր պատճառով, ճանապարհին շինարարական աշխատանքներ էին դեպի երբ Երևանից դուրս ես գալիս, մի քանի կիլոմետր եկանք շինարարական աշխատանքներ էին եւ նաեւ Երևանում խցանումներ ու դրան գումարած ու այնպես ստացվեց, այո, որ ուշացանք ընդհանրապես գիտեք շատ լավ հարց է եւ կարևոր է ես դրա համար կփորձենք այնպես անել արագ, որպեսզի բոլոր հարցերին պատասխանենք պատշաճ ու ժամանակին, որ ուշանալը որևէ խնդիր չառաջացնի։ Հաջորդ հարցի համար խնդրում եմ բարձրախոսը տրամադրել Գոհար Ղազարյանին։
Ողջունում եմ բոլորին, շնորհակալ եմ հնարավորության համար։ Ես Գոհար Ղազարյանն եմ, Վարելի Բրյուսովի անվան պետական համալսարանի քաղաքագիտության ֆակուլտետի ուսանողուհի։ Պարոն Թաթոյան, ձեր ամբողջ գործունեությունը կառուցված է արդարության եւ իրավունքի պաշտպանության վրա որպես դիտորդ եւ փորձագետ, սակայն պետական կառավարումը պահանջում է քաղաքական որոշումներ եւ հաճախ կոմպրոմիսներ։ Հետևաբար հարցս հետևյալն է. Եթե ձեր թիմը կամ կուսակցությունը գա իշխանության, արդյոք ձեր արդարությունը չավարտվի հենց դատարանի դռների մոտ, երբ բախվեք համակարգային դիմադրության եւ ինչպես եք պատրաստվում չդառնալ հերթական ուժը, ով խոստանում է արդարություն, բայց միայն բերում է նոր դեպքեր, նոր կադրեր։ Շատ լավ հարց է։ Արդարությունը եւ պետական կառավարման համակարգ ու առասարակ քաղաքական համակարգը։ Տեսեք, եթե մենք արդարություն չունեցանք, մենք չենք կարող ունենալ որևէ այլ նվաճում։ Մենք ինչու ենք կարևորում արդարությունը, որովհետև արդարությունը հիմքն է, այդ բազիսը։ Դու արդարության պայմաններում ես կառուցում ամեն ինչ։ Արդարությունը հիմքն է եւ բոլորի համար ապահովում ենք արդար պայմաններ եւ այդ դեպքում է միայն հնարավոր հասնել իրական արդյունքի, իրական զարգացման։ Եթե պատկերացեք մեկը ունենա առավելություն, արտոնություն, մեկը չունենա, մեկը հանգարց երկիրը կառուցվի դրա համար, արդարություն չեղավ, մենք լուրջ խնդիրներ ենք ունենալու։ Այսօրվա մեր վիճակը տեսեք երկրի, ինչից է գալիս։ Պատճառը հենց անարդարությունն է, այսքան ժամանակ։ Պետությունը ինչ է եղել, պետությունը ոչ թե աշխատել է քաղաքացու համար, այլ պետությունը քաղաքացուն դիտարկել է միշտ որպես իշխանությունը պահելու կամ իշխանության մնալու գործիք օբյեկտ, այլ ոչ թե մարդու կյանքը լավացնելու։ Պետությունը դիտարկվում է որպես արտոնություններ բաժանող ինչ որ մի մարմին։ Դու ուզում ես լավ ապրես, ուրեմն պետքա պետական համակարգին մոտիկ լինես։ Ուզում ես լավ ապրես, ուրեմն պետքա ինչ որ պաշտոնատար անձ բարեկամ ունենաս կամ այն լավագույն դեպքում դու ինքդ գնաս դառնաս պաշտոնատար անձ։ Այսինքն դարձել է անձնական կյանքը բարելավելու միջոց։ Տեսեք, ամենամեծ անարդարությունը։ Իսկ ինչ վերաբերում է, այսինքն եթե արդարություն չունեցավ, մենք ինչու ենք ընտրել նաև արդարությունը որպես հիմք։ Եթե դու արդարության ճանապարհով չգնացիր, ոչ կարող ես հզոր երկիր ունենալ, տնտեսություն, որևէ արդյունքի չես հասնի։ Հիմա ինչ վերաբերում է մեր դեպքում, ես իմ կյանքում ունեցել եմ շատ իրավիճակներ արդեն, երբ իրոք բախվել ենք այդ խնդրին, անարդարության եւ միշտ պայքարել ենք հանուն դրա։ Տեսեք, ես մարդու իրավունքների պաշտպանն էի, բոլոր խախտումները սահմանամերձ մեր տարածքներում, մեր սահմանային բնակավայրերում մշտապես արձանագրել ենք, ադրբեջանական հանցանքները կլինի, պետության խախտումները կլինի ու միշտ եղել ենք թիրախի տակ, միշտ կառավարությունը մեզանից վերցնում էր մեր մեքենաները, կրճատում էր ֆինանսական միջոցները, հատուկ կառավարության որոշման նախագիծ էին բերել, օրենքի նախագիծ էին բերել, բայց մեկը միջև վերջ պայքարել ենք, որ հնարավոր չլինի անարդար մոտեցում։ Եթե առավել եւս պատկերացեք իշխանության ձգտող, հավակնող ուժն է գալիս ու անարդար վերաբերմունք ցույց տալիս, դրա նպատակը հենց նա է, որ գա արդարություն ապահովի։ Այն նա է արդարություն ապահովողը։ Եթե եկավ անարդար մոտեցմամբ, մենք նույն վիճակում ենք լինելու ավելի վատ, այսինքն նման իշխանությունը, նման պետությունը ուղղակի քայքայում է իր ապագան։ Եթե դու տրամադրված ես իրական աշխատելու քաղաքացու համար, հանուն նրա որ արդյունքներ լինեն պետությունում, հենց պետք է սկսել արդարության։ Դա արդարությունից դա չի քննարկվում ուղղակի։ Շնորհակալություն, հաջորդ հարցի համար խնդրում եմ բարձրախոսը տրամադրել Էրիկ Լալայանին։ Էրիկ Լալայան, շնորհակալություն հարց տալու համար, հա, աշխատում եմ IT ոլորտում։ Դուք նշեցիք, որ ծնվել եք հասարակ քաղաքացիների ընտանիքում, երկար տարիներ աշխատել եք որպես մարդու իրավունքների պաշտպան եւ ըստ իմ սեփական գնահատման ավելի լավ եք աշխատել, քան ներկայիս մարդու իրավունքների պաշտպանը։ Սակայն ձեր կողմից այս կուսակցության այսքան ուժ գրանցումը հասարակության լայն շերտերի մոտ առաջացնում է վարկած, որ դա արվել է ֆինանսական հաշվետվություն չտալու որպես միջոց։ Կխնդրեմ հաստատեք կամ հերքեք դա եւ եթե իհարկե գաղտնիք չի, կարաք բացեք ձեր ֆինանսական աղբյուրների ձեր ֆինանսական հոսքերի հիմնական աղբյուրները, որովհետեւ մենք ձեր գովազդը բավականին հաճախ ենք տեսնում թե on-line, թե offline։ Շնորհակալություն։ Շնորհակալություն։ Մենք կուսակցություն ստեղծելու եւ կուսակցության հետ կապված համագումարը արել ենք դեռ նոյեմբերին։ Եվ փաստաթղթերը գրանցման համար ներկայացվել են դեռ նոյեմբերից։ Այսինքն իսկ կուսակցությունը գրանցվել է ընդամենը վերջերս։ Այսինքն մենք այդ միջոցները շատ ավելի շուտ ենք ձեռնարկել։ Դրա համար կան ժամկետները, փաստաթղթերը, ամեն ինչը։ Մեզանից կախված չի եղել process-ը։
Ինչ վերաբերում է, այսինքն հենց անմիջապես ես հայտարարել եմ հոկտեմբերի 8-ին միասնության թևեր քաղաքական նախաձեռնությունը, մոտ 1 ամիս հետո արդեն դիմել ենք։ Համագումարն է տեղի ունեցել եւ այլն։ Ինչ վերաբերում է ֆինանսական հարցերին։ Երբ ես կամ մենք ընկերներով հիմնադրում էինք այս քաղաքական նախաձեռնությունը, գաղափարակից համակիրներով նաեւ ասեմ, դրանից առաջ ամեն ինչ ես բազմաթիվ միջոցներ եմ ձեռնարկել, որպեսզի ֆինանսական աղբյուրները մեր լինեն, ֆինանսական միջոցները լինեն բազմաղբյուր եւ ոչ թե մեկ աղբյուրից։ Ես շատ լավ գիտակցում եի, որ ֆինանսական հարցով դու կարող ես կախվածության մեջ լինել ինչ որ այդ ֆինանսավորողից եւ դա ամենաանթույլատրելին է, որովհետեւ ինձ համար միշտ կարեւոր է եղել, եթե դու ձեռնարկում ես նման լուրջ քայլ, ու առասարակ քո կյանքում քայլեր, որոնք հետևանքներ ունենալու միայն քեզ չեն առավել եւս վերաբերում ու քաղաքացիներ այլ երկրին են արդեն վերաբերում, դու պետք է լինես ինքնուրույն։ Իսկ ինքնուրույնը ինձ համար ինքնուրույնությունը որոշումների կայացման հարցում եւ այլն դա ամենակարևոր արժեքներից է։ Եվ ես սկսեցի, երբ որոշումը կայացել ենք, սկսեցի այդ ֆինանսական աղբյուրների փնտրտուքը։ Կլիներ մեր սփյուռքի հայրենակիցների հետ քննարկումներ, երկրի ներսում եւ այլն, բնականաբար մեր թիմակիցների ֆինանսական վիճակի հետ կապված նաեւ։ Եվ հիմա ակնհայտ է, որ մենք դաշտում երևի թե ունենք, այսպես այո, գովազդները դուք տեսել եք եւ մեր ֆինանսական աղբյուրները հատկապես վերջին շրջանում փորձեցինք այնպես անել, որ բավականացնեն գոնե նման արշավի, տեսեք, ֆինանսական աղբյուրները գալիս են բազմաթիվ մեր այսպես աղբյուրներից են եւ իշխանությունները վստահ են, որ շատ լավ հետևում են, թե որտեղից են գալիս ու շատ լավ գիտեն որտեղից է գալիս, որովհետեւ եթե հանկարծ որևէ խնդիր լիներ, հիմա շուտվանից մենք էլ վերահսկողության տակ ենք բնականաբար, ես այդ ամենը չգիտակցում էի։ Հիմա կոնկրետ ասեմ, նայեք, ես ներդնում եմ իմ անձնական միջոցները, օրինակ վաճառել եմ մի քանի ամիս առաջ իմ մեքենան, ինքս իմ խնայողություններից նաև ես երբ միջազգային փորձագետ էի եւ միջազգային խորհրդական իմ ֆինանսական միջոցները նաև թույլ էին տալիս, որպեսզի խնայողություններ ունենալ եւ հետագայում նաև ներդնել։ Մեր մասնակիցներից կան նաև որ ներդնում են որոշակի գործարար նաև գործառությամբ զբաղվող ունենք մասնակիցներ, մեր ազգականները, չգիտեմ, սկսած նրանից իմ հորեղբայրներից, ազգականներ, որոնք օրինակ մեր հայրենակիցներ, մենք ունենք ֆինանսական միջոցներ, հատկացումներ Ամերիկայի Միացյալ Նահանգներից, Ֆրանսիայից, Ռուսաստանի Դաշնությունից, մեր ազգականներից, Հայաստանից եւ այդպես բազմապիսի ապահոված է, որպեսզի մենք չունենանք ֆինանսական կախվածություն ու որևէ խնդիր առհասարակ։ Այս պահին բնականաբար բավարարում է ոչ, բայց մենք չենք գնալու երբեք նրան, որ հանուն ֆինանսական միջոցների հանկարծ փորձես կախվածության մեջ ընկնել։ Դա մեզ հիմա մեր ավելի լավ կլիներ, եթե ավելի շատ ունենանք, իհարկե, բայց սա այն առավելագույնով են գնալու, որ մենք որը թույլ չտա հանկարծ, որ խնդիրներ առաջանան ու հանրության մոտ էլ հարցեր առաջանան։ Ամբողջը թափանցիկ է, ամբողջ փոխանցումները վստահ եմ իշխանությունները տեղակ են։ Բոլորը մենք, այսպես ասեմ, դա չենք էլ թաքցրել եւ դրա հետ կապված ես որևէ խնդիր չեմ տեսնում այդ առումով, իսկ պատասխանել այն էլ ինչ ասեցի, շատ իրականություն է, այսպես ասած։ Հաջորդ հարցի համար խնդրում եմ բարձրախոսը տրամադրել Ռաֆիկ Հակոբյանին։ Ռաֆիկ Հակոբյան սովորում եմ ֆրանսիական համալսարանի իրավագիտության ֆակուլտետում։ Պարոն Թաթոյան, ինձ հետաքրքրում է, թե դուք եւ ձեր թիմը ինչպես եք պատկերացնում Հայաստանը առաջիկա տարիներին, հատկապես պետական եւ իրավական ինստիտուտների զարգացման տեսանկյունից։ Շնորհակալություն։ Մեր պետական համակարգը պետք է վերափոխվի, արմատապես վերափոխվի։ Այսօր այնպես է ստացվել, որ ամեն ինչ կենտրոնացված է մեկ անձի ձեռքում։ Եվ այսօր Հայաստանում հաստատված է անձնիշխանություն եւ կուսակցապետություն։ Սա շատ հստակ է։ Ամբողջը աշխատում է մեկ մարդու, մեկ կուսակցության համար եւ պետական եւ այդ կուսակցությունն էլ ամբողջը ուղղված է կուսակցական աշխատանքը ելի մեկ անձի համար։ Այսինքն քաղաքական շահերը այստեղ գերակա են անգամ պետական շահերի նկատմամբ, սա շատ հստակ է։ Մենք պետք է ինչ անենք։ Նախ այսօր ինչ է ստացվել։ Գործող վարչապետը
իրեն դիրքավորում է որպես օրինակ падգամավորները վերցնենք, ինքը իրեն դիրքավորում է որպես падգամավորների ղեկավար, որ իրենք падգամավորները իր աշխատողներն են։ Падգամավորներն իրենք իրենց են դիրքավորում այդպես, խոսքը վերաբերում է կառավարող խմբակցությանը, որպես իր աշխատողներ։ Սրանից ինչ է ստացվում։ Պարլամենտական վերահսկողություն Հայաստանում ընդհանրապես չկա։ Դուք չեք լսի երբեք որևէ դեպք, երբ իշխող կառավարող խմբակցության падգամավոր օրինակ քննադատի կառավարությանը։ Մաքսիմում հարցեր են լինում, sense թեթև, վստահ եմ իրար հետ պայմանավորված են նախապես, թե ինչ հարցեր կարող են տալ եւ ինչ պատասխաններ լսել։ Իրականում խորհրդարանը այն էր խորհրդարանական հանրապետությունում պետք է լինի համար 1 վերահսկողը, որտեվ դա համար 1 եւ միակ ամենաուժեղ առաջնային մանդատով օժտված մարմինն է, եթե հանենք տեղական ինքնակառավարման մարմինները, բարձրագույն օրենսդիր մարմինը։ Կառավար վարչապետը այսօր այնպես է ստացվել, իր վարչապետի անմիջական ենթակայությամբ են գործում շատ կարևորագույն ինստիտուտներ, արտաքին հետախուզական ծառայություն, ազգային անվտանգության ծառայություն, պետական պահպանության ծառայություն եւ այլն։ Սա անմիջապես պետք է փոխվի։ Չի կարող լինել նման բան, որ անմիջապես վարչապետի ենթակայության, անձնական ենթակայության տակ դրանք լինեն։ Նախկինում օրինակ կառավարության ենթակայությանային որոշները կառավարության մաս էին կազմում։ Սա հնարավորություն է տվել կառավարության ղեկավարին, որպեսզի անձնիշխանություն ապահովի, գերկենտրոնացում ապահովի իշխանության։ Օրինակ, եւ այսօրվա գործող վարչապետն էլ ինքն իրեն պատկերացնում է, ես ակնհայտատեսնում եմ քննիչի դերում, դատախազի, օպերլիազորի, քանի որ դուք այդ հարցը տվեցիք որպես իրավաբան։ Եկեք մի օրինակ բերեք։ Հիշում եք մի դեպք եղավ, չէ՞, որ WhatsApp-ով պահանջներ էին ներկայացնում, որ հրաժարական տան պաշտոնյաներ, այդ որոշ падգամավորներ, դրանցից մի քանիսը հրաժարվեցին։ Նրանցից մեկի անձնական հաղորդագրությունը հետագայում դրա արդյունքում գնաց հայտնվեց քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամների մոտ ոնց։ Ինչպես էր վարչապետը, գործող վարչապետը ազգային ժողովում պատճառաբանում, ասում է, քանի որ քրեական գործ էր հարուցված այդ падգամավորի նկատմամբ, ասում է, քանի որ այդ քննիչը քննել է, հեռախոսը արգրավել է, տվել է ազգային անվտանգության ծառայությանը, օպերատիվ մարմիններին, քանի որ նրանք իմ ենթակայությամբ են, նրանցից էլ ես եմ վերցրել, ես էլ հանրատարել եմ տվել եմ քաղաքացիական պայմանագիր խմբակցությանը։ Սա օրենքի կոպիտ խախտում է անձնական նամակագրությունը ինչ գործ ունի կառավարության ղեկավարի մոտ, երբ անձնական նամակագրությունը պաշտպանված է հատկապես նրանից։ Սա ինչից է գալիս, որտեղ նա պատկերացնում է իրեն որպես քննիչ, հանցագործությունների բացահայտումը պլանավորող հանց։ Մինչդեռ այն օրինակ, որ այդ կարևորագույն մեր երկրի համար կառույցը, ազգային անվտանգության ծառայությունը իր անձնական իր ենթակայության տակ է, չի նշանակում ինքն է դրա տնօրենը։ Դա ինչ է նշանակում, որ ինքը կարող է միջամտել, եթե օրինակ հաստիկների քանակի հետ կապված հարցեր կան, չգիտեմ, աշխատավարձերի հետ կապված, ինչ որ մի շրջանում հանցավորության վիճակը աճել է, դե պետք է միջոցներ ձեռնարկել եւ այլն, նման հարցերով, այլ ոչ թե կոնկրետ գործերով, որտեվ այդ կառույցը նաեւ նրա համար է, որ աշխատի նրա կողմից հանցանքների կատարման հետ կապված, չէ՞։ Մյուսը հանրապետության նախագահ։ Հանրապետության նախագահի մասին այսօր ով է հիշում ընդհանրապես, որտեղ կա ինքը հանրային կյանքում։ Հանրապետության նախագահը դարձել է ՔՊ-ի կցորդ։ Ինչի, որովհետև հանրապետության նախագահը չունի ընդհանրապես լիազորություններ։ Այսինքն օրինակ պաշտոնների նշանակումը վերցնենք։ Այսօր ցանկացած պաշտոնի բարձրագույն պաշտոն, որ նշանակում է ազգային ժողովով, նշանակվում է միայն ՔՊ-ի կողմից, չէ՞, որտեվ սահմանադրությամբ մեխանիզմը այնպես է, որ նրանք լիարժեք կարողանում են եւ նշանակեն եւ հեռացնեն։ Հիմա տեսեք ինչ է ստացվում։ Այդ պաշտոնյաները ում նշանակում են աշխատանքի, ինքը անգիր գիտի, չէ՞, շատ հստակ գիտի, որ էդ է իր գործատուն։ Ինքն է նշանակում այդ որը ոչ թե падգամավորներն են, այլ վարչապետը, որտեվ նրանցից առաջ նրանց ընդունում է ինքը, խոսում է հետները, պայմանավորվում են, հետո գնում է ազգային ժողով, նախապես հարցերը լուծած։ Որոշված արդեն նախապես։ Նշանակում են պաշտոնի, հետո այդ պաշտոնյան գիտի, չէ՞ որ նրանք են, ովքեր իրեն նշանակել են, հետո կարող են ազատել։ Եվ դրանից բացի, ընդդիմությունը այստեղ թողենք նրանք ովքեր են ընդդիմությունը, այլ ինստիտուցիոնալ ընդդիմությունը ընդհանրապես հնարավորություն չունի այստեղ ազդելու։ Օրինակ, երբ ես մարդու իրավունքների պաշտպանն էի, մեր ֆինանսական միջոցները պետք է կտրեին եւ կախվածության մեջ գցեին կառավարությունից, օրենքի նախագիծ էին բերել ազգային ժողով, ընդդիմությունը այն ժամանակ ինձ ասում էր՝ մի մտահոգվեք, պարոն Թաթոյան, մենք ձեր կողմն ենք։ Հա, բայց ասում էի ժողովուրդ ջան,
Դուք իմ կողքն եք, բայց դուք եթե երկու ձեռքով էլ կողմ քվեարկեք, դեմ քվեարկեք ներողություն։ Իշխանությունը քվեարկելու է զրկի ինձ այդ հնարավորությունից։ Հասկանում եք, այսինքն հնարավորությունը չկա ընդ որում, սա խոսքը վերաբերում է այն պաշտոնների, որոնք ապահովում են դատական իշխանության ղեկավարությունն է, կենտրոնական ընտրական հանձնաժողով եւ այլն, եւ այնպես է ստացվել, հələ տեսեք ինչ բացահայտ են անում ամեն ինչ այդ անձնիշխանությունն ու կուսակցապետությունը, որտեղ կուսակցության համար արգելք է 5 րոպե առաջ նշանակվելուց առաջ հրաժարվում են կուսակցության անդամությունից, գնում նշանակվում են այդ պաշտոնին։ Եվ երախտապարտ պետք է լինեն նրա համար, որ իրանց նշանակել են այդ պաշտոնի, որովհետև իրանք են նշանակված։ Հետո ընդդիմություն գնա ինչքան ուզում ես վերահսկի, երբ այդ իշխանությունը գիտի այդ պաշտոնյան, որ դու ընդհանրապես կապ չունես իրեն նշանակելու հետ։ Չի գալու, մաքսիմում կարող ես հարցը հրապարակային պարլամենտում բարձրացնելու վերջ։ Դրա համար հանրապետության նախագահին էլ պետք է վերապահվեն լիազորություններ։ Օրինակ կարևորագույն պաշտոնների նշանակումները դատական համակարգում, բարձր դատարաններում, համանդրական դատարան, վճռաբեկ դատարան, նու բոլորը չէ, բայց որոշները կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը պետք է նաև նշանակվի հատուկ մեխանիզմով, ոչ թե 5 րոպե առաջ հրաժարական տան ու նշանակվեն պաշտոնի։ Այսինքն տեսեք այս զսպումների հակակշիռների համակարգ ամբողջությամբ խաթարված է։ Եկեք տեսենք նախագահ, հանրապետության նախագահը գիտի չէ, որ իրան երբ ուզեն կհեռացնեն պաշտոնից։ Ինչի, որովհետև ազգային ժողով ընտրում է, ազգային ժողովն էլ հեռացնում է։ Գլխավոր դատախազը գիտի, որ իրեն ազգային ժողովն է ընտրել։ Ազգային ժողովն էլ կարող է հեռացնել, բայց այստեղ տեսեք ոչ թե անհատ падգամավորների ուժն է արդեն, այլ վարչապետի պաշտոնը մարդու ով զբաղեցնում է ցանկացած, ով զբաղեցնում է վարչապետի պաշտոնը, առավելևս գործող վարչապետի դեպքում։ Դրա համար է օրինակ ասում են ձեզ ենք զեկուցում, ձեզ ենք ասում, որպես ղեկավար են դիտում նրան։ Այն դեպքում երբ նրան այսօր հանրապետության վարչապետը, ժողովուրդ ջան, շատ կարևոր մի բան ասեմ, որքան էլ որ ինքը ամենաուժեղ ֆիգուրն է թվում, չէ, պաշտոնատար անձը, նույնքան ամենախոցելին է, ինչի, որովհետև ինքը չունի անձեռմխելիություն։ Եկեք հանրապետության նախագահին նայենք, ունի անձեռմխելիություն։ Մարդու իրավունքների պաշտպան ունի անձեռմխելիություն, падգամավորներ ունեն, վարչապետը չունի անձեռմխելիություն։ Նշանակում է նրա նկատմամբ քրեական հետապնդում կարող են հարուցել եւ օրենքով արկայու հիմքերի արկայության դեպքում մեծ հաշվով ցանկացած քննիչ կարող է ձերբակալել առանց ինչ որ մեկի համաձայնության։ Տեսեք դրա համար ինչ է արել։ Ամբողջությամբ բերել է իր տակ, որպեսի ունենա կոնտրոլ վերահսկողություն այդ պետական մարմինների նկատմամբ։ Հասկանալի էր։ Եվ այսօր էլ դատական իշխանության համակարգի հետ նաև դա էլ երրորդ ճյուղն էլ անդրադառնամ, ինչպես են աշխատում։ Եթե նախկինում տեսեք ինչ էր, ես եւ դրա հետ կապված զեկույցներ մենք ունենք եւ հայտարարություններ, այս ամեն ինչ որ ասում եմ, նորություն չէ, որպես մարդու իրավունքների պաշտպան եմ ասել, միշտ ասել եմ։ Նախկինում կային ընտրված դատավորներ, դրանց ճնշելու միջոցով էին աշխատում։ Նախկին իշխանությունների ժամանակ օրինակ այդ երևույթն էր արատավոր։ Հիմա ինչ է կատարվում։ Ավելի խելացի են դարձել ճակերտներում, ինչ անիմաստով։ Ընդ որում այս իշխանությունները շատ հետաքրքիր խորամանկություն ունեն։ Իրենք նայում են, թե այն ժամանակ իրենք ինչ էին քննադատում։ Հիմա նենց են անում, ավելի վատ ձևով, որ հանգարց չտան այդ հնարավորությունները։ Ինչ են արել։ Հիմա կենտրոնացված են կառավարում։ Օրինակ բարձրագույն դատական խորհրդի միջոցով դատարանների նախագահների մի ասենք ունեն նշանակված իրենց մտերիմները, եւ այն նրանց միջոցով են անում ներքին կարգով բոլոր հարցերը։ Ընտրվել են նշանակում են դատավորներ, որոնք ՔՊ-ի անդամ են եղել, որոնք ակնհայտ հարում են ՔՊ-ին, հասկանում եք, այսինքն ամբողջությամբ կուսակցական կառավարում է դարել։ Եկեք մի բան էլ ասեմ ու որպեսի ես տեսնում եմ Յուրին արդեն ինձ այսպես հասկացնում է, որ պետք է դա բան արել, անցնել մյուս հարցին, բայց մեկ հարց է։ Տեղական ինքնակառավարման համակարգը վերցնենք։ Ժողովուրդ ջան, տեղական ինքնակառավարման համակարգը ինչի չկայացել մեզ մոտ։ Որովհետև բոլոր համայնքապետերը միշտ դիտարկվել են որպես ձայն հավաքող մարդիկ։ Նշանակվել են ոչ թե ժողովրդի մասին մտածելու համար, այլ որ ինչ ոնց է աշխատում, լավ է, հեղինը լավ ձայն կարող է բերել, թե ոչ։ Այսօր դրա համար տեղական ինքնակառավարման համակարգը չի աշխատում, որովհետև միայն քաղաքական մոտիվացիայով միշտ այո այդպես է եղել եւ այսօր էլ է այդպես։ Այսօր ավելի վատ է, որովհետև այսօր վախի մթնոլորտ են ստեղծում, այն մեկը միտեղ չգնա, գտնօրինակ մեր մոտ այդպիսի դեպքեր գնացել էին մեր երիտասարդների նկարները բաժանել էին քոլեջներում, համալսարաններում, հետո դենց իդենտիֆիկացել էին ծնողներին, բաժանել էին աշխատատեղերում, գնացել էին տները անգամ։ Ասել էին ձեր երեխաները, ու այդ ծառել էր համայնքապետարանը։
Տեսեք, համայնքապետարանը ծառայում է որպես նաև գործիք եւ այսօր ավելի են նրանք ինչ անում, կենտրոնացնում են ավելի իշխանությունը։ Օրինակ առողջապահական հաստատություններ, դպրոցներ եւ այլն, չէ՞։ Մի հատ հələ որևէ մեկը ես դեռ երբ քաղաքականությամբ չէի զբաղվում, ադրբեջանական խախտումներն էին արձանագրում, մարզեր էի գնում, հələ մի հատ փորձես դպրոց գնալ, մտնել դպրոց։ Մի անգամից արգելում են մարզպետաներով ինֆորմացիան մի անգամից գնում է, էլ ոստիկանություն էր գալիս, էլ բան, հանգարտ չմտնեք այդ դպրոց։ Ինչի, որովհետև գնում ես դպրոց, ուզում ես տեսնես պատուանից մի հատ դեպք կար, նայենք տեսնենք ադրբեջանական թիրախը փորձենք նկարել, հասնում է դպրոցին, թե չէ, որ ապացույց ներկայացնես միջազգային դատարանին։ Այսինքն այս համակարգը ի սկզբանե սխալ է, որովհետև իշխանությունը, ով գալիս է իշխանության, ինքը իրեն դիտում է որպես իշխանություն պահելու այդ գործիքակազմի ամրացում։ Դրա համար շատ կարևոր է, որ ոչ թե այսի շատ կարևոր բան է, Ժողովուրդ ջան, տեսեք, ոչ թե վատ մարդիկ են վերարտադրում վատ որոշումներ, այլ համակարգը այնպիսին է, որ դու լինես լավ թե վատ, դու մեկը վատ որոշում ես արտադրում, որովհետև նստած է ամբողջությամբ ուրիշ հիմքերի վրա, ոչ թե հանուն մարդու, այլ հանուն նրա, որ եկավ մի հատ էլ իշխանություն վերարտադրենք, մի հատ էլ վերարտադրենք, դրա համար պետք է լինի ոչ թե պոպուլիզմ ու անհատ, որ պոպուլիզմով է զբաղված, այլ ինստիտուտներ, համակարգեր, որ կապ չունենա ով եկավ իշխանության։ Եկավ 4 տարի հետո գնալու է կամ 3 տարի, 2 տարի հետո։ Ու հավերժ չեն։ Շնորհակալություն հաջորդ հարցի համար Էմանուել Մնացականյան։ Շնորհակալություն Էմանուել Մնացականյան, Երևանի պետական համալսարան, շարունակելով ֆինանսավորման թեման, ես ուզում եմ հարցնեմ, դուք նշեցիք, որ փոխանցումներ լինում են նաև արտերկրից, Սփյուռքից, ես ուզում եմ իմանալ այդ փոխանցումները, որոնք լինում են, ինչպես են մուտքագրվում կուսակցության բյուջե եւ թափանցիկ, այսինքն դրանց ելքերը շարժ ոնց է երևում, եւ արդյոք այդ ուղարկողները հայեր են, Հայաստանի քաղաքացիներ են, քանի որ օտարերկրյա քաղաքացիներին չի թույլատրում այդ փոխանցումներն անել, եւ եւս մեկ հարց այս կոնտեքստում դուք ասացիք, որ այդ փոխանցումներից իշխանությունները տեղյակ են եւ այլն, բայց դրա մասին ասացիք, որ տեղյակ են իշխանությունները, բայց ժողովուրդը ընդհանրապես ոչ մի բան տեղյակ չի։ Արդյոք այդ կարևոր չի ու ինչպես տեղեկացնել այդ մասին ժողովրդին։ Շնորհակալություն։ Տեսեք, այո, հայեր են եւ Հայաստանի քաղաքացիներ, իհարկե։ Մենք մեր թիմում շատ իրավաբաններ կան, եւ բնականաբար այդ հարցերը շատ ուշադիր պահում ենք նաեւ հաշվապատ, տնտեսագետ եւ այլն, բնականաբար։ Հիմա կուսակցությունը, քանի որ նոր է գրանցվել, նոր արդեն անցել ենք ամբողջությամբ այդ համակարգին։ Հիմա ինչ վերաբերում է ֆինանսական թափանցիկությանը, ես ասացի իշխանությունները գիտեն, որովհետև վստահ եմ նրանք վերահսկում են։ Ապօրինի է, բայց անում են։ Եվ վստահ եմ, որ եթե ինչ որ բան լիներ, հիմա շուտվանից հասել է մեզ արդեն, շատ շուտվանից։ Ինչ վերաբերվում է թափանցիկությանը, այստեղ օրենքով նաև պաշտպանվածության հարց կա։ Մենք կան որոշակի հարցեր հրապարակելու ոչ մի խնդիր չունեմ, մեր թիմակիցներից է կամ փոխանցում են իմ Հայաստանում ապրող իմ հորեղբայրներից էլ փոխանցում, կարող եմ անուն ազգանուններով էլ թվարկել, չգիտեմ, մեր թիմակիցների հետ կապված, մեր թիմակիցներն են փոխանցումներ անում հենց իրենք, նրանց ծնողները, դրանք բոլորը թիմի անդամներ են, կա։ Չէ, տեսեք, ասեցի, քանի որ մենք, տեսեք, երբ որ սկսեցինք, մերը եւ հիմնադրամ եւ քաղաքացիական հասարակական կազմակերպության ֆորմատով էինք, որպես նախաձեռնություն։ Հիմա արդեն կուսակցությունով, հիմա նույն կերպ նաեւ փոխանցումները, այո, կուսակցությանն է, որտեղ այնտեղ լիմիտներ կան, յուրաքանչյուր այդ օրենքի հստակ տառը պահելով մենք գնում ենք, օրինակ յուրաքանչյուր քաղաքացի կարող է առավելագույնը 1 տարվա մեջ 10 միլիոն ենթադրենք փոխանցել։ Իհարկե, դրանք անպայման, որովհետեւ տեսեք, հենց դրանով է պայմանավորված, որ մենք փորձում ենք այսպես ամեն ինչ տառը պահած գնալ, որ հետո եւ մարդկանց առաջ կարողանանք բաց աչքերով այսպես նայել, ճակատապարզ, ինչպես ասում են, եւ հանգարց խնդիրներ չունենանք ու առհասարակ ոչ թե նրա համար ենք անում, որ խնդիրներ վայ չունենք, որտեղ դա ճիշտ է։ Դա մեր մշակույթի մաս է։ Դա պատահական չէ, արդարությունը գալիս է մեր կարգախոսը, որտեղ ամբողջը նաեւ դրան է վերաբերում։ Շնորհակալություն հաջորդ հարցի համար Միլենա Գրիգորյան։ Ողջունում եմ բոլորին, ես Միլենան եմ Գրիգորյան, Ճամբարակ քաղաքից, սովորում եմ Ճամբարակի ավագ դպրոցում։ Պարոն Թաթոյան, դուք ակտիվորեն քննադատում եք ներկայիս գործող իշխանությանը, սակայն միևնույն ժամանակ հստակ եւ ուղիղ չեք սահմանում ձեր արտաքին քաղաքական ընկալումը։ Ընդդիմության մի հատվածում կառուսական օրակարգի հետ կապված մի ընկալում կհստակեցնեք, արդյոք ձեր տեսլականում
Արդյոք ձեր տեսլականում Հայաստանը շարժվելու է կախվածություն ունենալ ավելի մեծ ուժային կենտրոններից, թե մենք ունենք ավելի ինքնիշխան եւ հավասարակշռված ռազմավարություն։ Եվ եթե այո, ինչպես է դա տարբերվում ներկայիս իշխանության վարած քաղաքականությունից։ Շնորհակալություն։ Շնորհակալություն։ Ճամբարակը հրաշալի տեղ է։ Ես Ճամբարակում եղել եմ, երբ ցավոք սրտի առիթը ադրբեջանական այսպես որոշ ոտնձգություններն էին, որովհետև Ճամբարակում դպրոցից այն կողմ, որտեղ որ գերեզմանատներն են, այնտեղ շատ վտանգներ կան։ Մենք գնացել ենք այդտեղ, որպեսզի փաստերի հավաքագրում իրականացնենք եւ ցույց տանք, որ եւ առավել պաշտպանված պահենք նաեւ մեր Ճամբարակը նույնպես, որովհետև այնտեղ Վահան գյուղից նաև մարդիկ կան եւ Վահան գյուղն է հարևանությամբ եւ հետո Արծվաշենը նաև այնտեղից մարդու իրավունքների եվրոպական դատարանը մենք գործ ունեինք Արաքելյանն ընդդեմ Ադրբեջանի գործը եւ այնպես որ Ճամբարակ ես մի քանի անգամ եղել եմ, հրաշալի վայր է։ Հիմա ինչ վերաբերում է եւ շատ ուրախ եմ, որ Ճամբարակից մյուս մեր մարզերից այստեղ կան մեր երիտասարդները հրաշալի։ Հիմա արտաքին քաղաքականության մասով։ Նայեք, արտաքին քաղաքականությունը մեր արտաքին քաղաքականությունը հիմնվելու է մի քանի հիմնարար արժեքների վրա։ Առաջին, Հայաստանի շահերի առաջնահերթություն։ Եվ միայն Հայաստանի շահերի առաջնահերթություն, շատ կարևոր է։ Երկրորդ, մենք չենք վարելու այրելու կամուրջներ որևէ պետության հետ, որովհետև մենք չենք աշխատում ընդդեմ, չպետք է աշխատենք ընդդեմ որևէ պետության, այլ հանուն Հայաստանի շահերի։ Երկրորդ, Հայաստանը մենք պետք է աշխատենք շահերի համադրման հիման վրա։ Հայաստանը պետք է լինի ոչ թե կոնֆլիկտների ինչ-որ խնդիրներ առաջացնելու հետ կապված վայր, այլ հակառակը, խնդիրների լուծման վայր։ Այսինքն, եթե երկու պետություն կոպիտ ասած ունեն խնդիր, իրենք պետք է իմանան, որ եթե Հայաստան կան, Հայաստանում գտնելու են այդ լուծումները շահերի համադրման առումով։ Հայաստանը պետք է ունենա ինքնուրույն օրակարգ եւ ոչ թե հարմարվող, ոչ թե իրավիճակային։ Հայաստանը պետք է այնպես անի, որ որևէ կախվածություն չունենա որևէ մեկ ուժից, կենտրոնից, ինչպես դուք ասեցիք։ Եկեք կոնկրետ քննարկենք Ռուսաստանի Դաշնությունը։ Ռուսաստանի Դաշնությունից այս աստիճան կախվածությունը ընդունելի է ոչ։ Սա Հայաստանի շահին համապատասխանում է ոչ։ Մենք պետք է գնանք Հայաստանի Ռուսաստանի Դաշնությունից կախվածությունը վերացնելու ճանապարհով։ Նվազեցնելու, իհարկե, ու կախվածություն ասելով այսօրվա վիճակը որ կա։ Եվ հարցեր ունենք, որոնք պետք է քննարկվեն, օրինակ նույն Ռուսաստանի հետ շատ པարզ։ Այս իշխանությունների քաղաքականության պատճառով մենք ունեցել ենք 3 պատերազմ, 3 պարտություն շատ ծանր, 1 նոր ցեղասպանություն են վերապրել։ Եվ հարցեր են առաջանում, այստեղ Ռուսաստանի հետ կապված էլ հարցեր կան։ Օրինակ, 2022 թվականին, երբ Ջերմուկի եւ Սյունիքի նկատմամբ Գեղարքունիքի եղան ադրբեջանական հարձակումները, այս իշխանությունները դիմեցին, իհարկե ըստ բանի ասում էին, որ ըստ տարածված հրապարակային տվյալի այն է, որ սխալ հոդվածով էին իբր դիմել եւ այլն, բայց իմոտ հարց է առաջանում, լավ սխալ հոդվածով էին դիմել, բայց ինչի մենք չստացանք պաշտպանություն, խոսքը մեր երկրի մասին է։ Պատճառը ո՞րն է։ Ակնհայտ է, որ խնդիրներ կան, պետք է դնենք ուսումնասիրենք։ Հիմա այսօրվա վիճակը եկեք տեսնենք։ Այսօր իշխանությունները ինչ են անում, արդյոք նվազեցնում են կախվածությունը Ռուսաստանից, ոչ։ Միայն ավելանում է։ Եկեք վերցնենք պարզ բան, չգնանք հələ արտաքին անվտանգության, թեև այդտեղ էլ է ակնհայտ, չէ։ Եկեք գնանք մեր անձնական տվյալների վերահսկման համակարգը նայենք, Yandex համակարգը վերցեք։ Այսօր ամբողջությամբ ամեն ինչը տանում են նրան, որ հիմնվում է Yandex համակարգի վրա։ Այդ Երևանի քաղաքապետարանն է հիմնում եւ այլն, սա հայկական ծրագիր է։ Ոչ։ Սա առաջացնելու է լրացուցիչ խնդիրներ։ Այո, առաջացնելու է։ Այնպես որ մեր քաղաքականությունը պետք է գնա այս ճանապարհով, բայց մենք պետք է Ռուսաստանի հետ այրենք կամուրջներ, ոչ, պետք է պրովոկացիաներ անենք, ոչ, որտեվ այնտեղ մենք ունենք մեր տասնյակ հազարավոր քաղաքացիներ, որոնք գնում են արտագնա աշխատանքների։ Մենք դա պետք է հաշվի առնենք։ Մենք դարավոր կապեր կան ռուս ժողովրդի հետ, դա նույնպես կարևոր է, խառը ընտանիքներ կան եւ այլն, նրանք են մեր երկրում նաեւ որոշները ապրում, չէ՞։ Այսինքն սա շատ կարևոր է, որպեսզի հասկանանք, թե ինչ ուղղություններով ենք վարելու։ Ամերիկայի Միացյալ Նահանգները վերցնենք։ Ամերիկայի Միացյալ Նահանգներից ունենք վերցնելու մեր արտաքին քաղաքականության համար կլինի, թե երկրի զարգացման, այո։ Օրինակ արտաքին քաղաքականության բնագավառում
նաև առհասարակ երկրի մեջ ներդնելու առումով, եկեք վերցնենք մի քանի կարևոր ուղղություն, կրթական համակարգը։ Իմ կարծիքով մեր կրթական համակարգը պետք է զարգանա շատ արագ, շեշտակի նաև հենց ամերիկյան համակարգի ճանապարհով, որտեղ ես ինքս օրինակ սովորել եմ եւ տեսնում եմ ինչպես կարող ենք այդ առավելությունները օգտագործել։ Արհեստական բանականության ու ժամանակակից տեխնոլոգիաները, այո, նույնպես կարևոր է։ Եկեք նայենք իշխանությունը այսօր ինչ է անում։ Թրիփի օրինակով վերցնենք, թրիփը ինձ համար այսօր խաղաղություն ապահովող կարևոր փաստաթուղթ է, բայց ինչ է անում այս իշխանությունը, մսխում է ամբողջությամբ ամերիկյան միջնորդությունը։ Այն որ այդ մեծ ազդեցությունը որ կա։ Ինչի, որովհետև թրիփը ստորագրած լինելու պայմաններում Ադրբեջանի նախագահին շարունակում են կուլ գնալ այն առումով զիջել, համարտություն է պետք փոխել, կփոխենք, հայցերն է պետք հրաժարվել, կհրաժարվենք, սա ինչ արտաքին քաղաքականություն է։ Հակառակը պետք է ամեն ինչ անես, քանի այդ միջնորդությունը դու ունես, հնարավորությունը դու ունես, այդքան կարևորագույն հնարավորությունը շատ արագ օգտագործես քո երկրի շահերի համար, այլ ոչ թե կանգնես ասես, դե ոնց որ թրիփը ամերիկան զբաղված է, կարող է չստացվի եւ այլն։ Սա ինչ խոսույթ է։ Դու քո երկրի համար պետք է անես ամեն ինչ։ Եկեք վերցնենք նաեւ շահերի մեր քաղաքացիների պաշտպանությունը։ Այսօր Հայաստանի կառավարությունը հայտարարում է Հայաստանից դուրս քաղաքահայերը մեր պաշտպանության տակ չեն, այդ թվում Հայաստանի քաղաքացիները։ Մենք ասում ենք Հայաստանը տուն է աշխարհի բոլոր հայերի, տեր է աշխարհի բոլոր հայերին, բոլոր իրավունքների։ Եղավ մի դեպք, մենք պետք է որտեղ էլ որ լինի մեր նկատմամբ ոտնձգություն կատարող եղավ։ Միջև վերջ հետևից պետքա գնանք, որ մենք արդարություն հաստատենք, որ որևէ մեկը չմտածի հանգարց, կարող է մեր նկատմամբ ոտնձգություն ալու մնալ անպատիժ։ Մեկ օրինակ էլ բերեմ, միջազգային քրեական դատարանը։ Այս իշխանությունը վավերացրեց միջազգային քրեական դատարանի կանոնադրությունը։ Ինչ է արել դրանից հետո։ Ադրբեջանի նախագահ ամեն օր սպառնում է մեզ, ասում է 90-ականներին դուք մեր նկատմամբ հանցագործություններ եք արել, հիմա դուք պետքա հատուցեք, արևմտյան Ադրբեջան կոնցեպտն էլ առաջ են տանում։ Բայց ինչի հաշվին է։ Նրա հաշվին է, որ այդպես որ սանձարձակ խոսում են, 0-ից բերել են 90-ականների դեպքերը դարձրել են իրենց արտաքին քաղաքականության մաս, այն դեպքում երբ միջազգային դատարանները փակել են այդ ճանապարհները։ Հիմա հարցը առաջանում, լավ, մենք միջազգային քրեական դատարանի կանոնադրությունը վավերացրեցինք։ Ես մի անգամ Ադրբեջանի նախագահային ուղղված իմ խոսքով եմ ասել, ինչի՞ չենք դիմում, եկեք գնանք միջազգային քրեական դատարան։ Դուք ինչ որ մի երկիր գտեք, գնացեք միջազգային քրեական դատարան, մենք էլ ենք գնում միջազգային քրեական դատարան։ Հələ դրանով է հաղթելու։ Մի հատ այտենց խոսալու փոխարեն։ Իսկ միջազգային քրեական դատարանի կանոնադրությունը ինչու վավերացրեց, որ ինչ որ էլի արտաքին քաղաքական օրակարգում այս մի երկրի դեմ, այն մի երկրին դեմ ու կողմ լինելու համար։ Ասենք Ռուսաստանին դեմ գնալու կամ չգիտեմ արևմուտքին օգտակար լինելու կամ լավը երևալու համար։ Այդպես չէ, դու քո երկրի շահերի համար ամեն ինչը պետք է օգտագործես։ Միջազգային կառույցները, այսօր միջազգային որևէ կառույց չի օգտագործվում Հայաստանի տարածքների ապա օկուպացիայի համար, օկուպացիան վերացնելու համար։ Չկա, օրակարգից ամբողջությամբ դուրս է եկել։ Մենք օրինակ չլինելով հիմա իշխանության, մարդու իրավունքների կոմիտե օրինակ արդեն գանգատներ ենք տանում Հայաստանի սահմանամերձ բնակավայրերից, որ դարձնենք միջազգային օրակարգի մաս։ Այսօր միջազգային օրակարգում զերոյական է ուղղակի այս հարցը։ Այնպես որ եթե կառուցում ես քո շահերի վրա արդեն, տեսեք ամբողջությամբ ուրիշ է դառնում, այլ ոչ թե քո հանուն քո ներքին քաղաքական շահերից սկսում ես ուրիշների շահերը սպասարկել։ Շնորհակալություն հաջորդ հարցի համար Էլեն Մուրադյան։ Էլեն Մուրադյան, Երևանի պետական համալսարան, պարոն Թաթոյան, հարցս հետևյալն է. Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնավարման ձեր տարիներին արդյոք ունեցել եք բաց թողումներ, խոչընդոտներ, որն է եղել ձեր ամենամեծ ձախողումը եւ կխնդրեմ նշեք դրանց առաջացման պատճառները։ Շնորհակալություն։ Մարդու իրավունքների պաշտպանի իմ գործունեության ժամանակ միշտ ունեցել եմ հիմնարար սկզբունքներից մեկը, որ ինձ առաջ է մղել, անել ամեն ինչ հնարավոր է, որ հետագայում հանկարծ ես չփոշմանեմ, որ ունեի հնարավորություն անելու ու դա չեմ արել, հանուն մեր քաղաքացիների իրավունքների պաշտպանության։ Հաջողել ենք, ինչպես ենք հաջողել, երբ ես ընտրվեցի մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում, այդ ժամանակ
Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնի հեղինակությունը ցածր էր եւ խնդիրներ էր առաջացնում հանրային ընկալման տեսանկյունից։ Պաշտոնավարման ավարտին հանրային վստահությունը միջազգային հիմնավոր հետազոտություններով Կովկասյան բարոմետր, IRI եւ այլն 81%-ի էր հասել հանրային վստահությունը։ Ինչպես էինք դրան հասել։ Գիշեր-ցերեկ աշխատանքով, նվիրված գործով։ Եղել են քննադատություններ ընթացքում, եղել են քննադատություններ։ Երբևէ հետ են պահել ինձ դրանք աշխատանքից ոչ։ Եղել են անարդար քննադատություններ։ Նկատի ունեմ պիտակավորումներ, վիրավորանքներ եղել են, բայց քանի որ հավատը եղել է աշխատանքի նկատմամբ, միշտ առաջ է տարել դա։ Ու ես միշտ քննադատություններին վերաբերվել եմ լրիվ ուրիշ կերպ, հիմա էլ եմ այդպես։ Ինչպես, եթե կա քննադատություն, պետք է ուշադիր լինես, հասկանաս ինչն ես ի վերջո կարող իսկապես մի բան սխալ ես անում։ Հասկանաս ավելի կատարելագործես, որտեվ քննադատությունը ի վերջո օգնում է արդյունքներ ձեռք բերելուն։ Եվ մենք նաև կաթիլ առ կաթիլ քաղաքացիների վստահությունը գրավելով, ցույց տալով, որ իսկապես անում ենք մեր գործը, իսկապես արդար ենք աշխատում, իսկապես արդյունքի վրա են ֆիքսված եւ այլն, հետագայում արդեն լայնածավալ ճգնաժամերով անցնելով, երբ ես մարդու իրավունքների պաշտպանն էի, մենք իմ ժամանակ ընտրվելուց անմիջապես հետո եղել է ապրիլյան պատերազմը, հետո հուլիսյան իրադարձությունները ՊՊՑ գնդի հետ կապված, հետո 2018 թվականի իրադարձությունները ապրիլ-մայիս ամիսների, կոവിഡ് 44 օրյա պատերազմը, սահմանային նաև ներխուժումները, միշտ աշխատել ենք ճգնաժամային իրավիճակներում։ Հենց այդտեղից է նաև իմ մեջ մնացել ձևավորվել, որ եթե ճգնաժամային իրավիճակում դու աշխատելու կարողություն չունեցար, սովորական իրավիճակում չես կարող ապահովել արդյունքներ։ Նույնը վերաբերում է մեր պետությանը։ Մեր պետությունը պետք է ունենա այդ հնարավորությունը։ Ինչ կարող էինք ավելին անել, այո, միշտ կարող էինք ավելին անել, օրինակ ես կարծում եմ ամենակարևոր քայլերից էր, որ մնաց այդպես էլ չհասցրեցինք դիմել սահմանադրական դատարան ժամանակի պատճառով, երբ գույքահարկի չափերը այսքան բարձրացվեցին։ Ես պարզապես ֆիզիկապես չհասցրեցինք, կամ անվտանգության գոտու գաղափարը սահմանային բնակավայրերի համար, որ առաջ էինք քաշում, շատ միջոցներ ձեռնարկեցինք, բայց ժամանակի պատճառով նույնպես էլի միջև վերջ էլի այսպես ժամանակ էր շատ պետք, որպեսզի միջև վերջ կարողանայինք դա իրագործել։ Հիմնականում այսքան։ Եվ ներեցեք մի բան էլ ասեմ, մարդու իրավունքների պաշտպանի հետ կապված գիտեք ինչ է առանձնահատկությունը, որ այստեղ ճիշտ ընկալումներ նաև այդ ժամանակ, հիմա էլ տարբեր են ընկալումները, որ կառույցի լիազորությունների հետ կապված չկա, դա էլ էր բարդություններ առաջացնում։ Բայց չնայած դրան կրկնակի իհարկե աշխատանք է պահանջում, կարծում եմ ամեն դեպքում այդ ուղղություններ, որ մեզ հնարավորություն տվեց բարձրացնել կառույցի հեղինակությունը այդ աստիճան բարձր մակարդակի։ Շնորհակալություն հաջորդ հարցի համար Լևոն Վարդապետյան։ Ողջունում եմ ձեզ, ես Վարդապետյան Լևոն եմ Աչաջուր գյուղից։ Պարոն Թաթոյան, Facebook-յան ձեր էջում հրապարակել էիք, որ 100,000 հոգի գրանցվել է, որպեսզի վերադառնա Հայաստան Ադրբեջանից, ու հրապարակել էիք նաև անձնագիր, որտեղ նշված էր, որ տվյալ քաղաքացին ճամբարակում է գրանցված ու ճամբարակ Ադրբեջան էր գրած ծննդավայրի փոխարեն, բայց դա ՖԻՊ-ի կողմից ու այլ մարմինների կողմից հերկվեց ու կխնդրեի պատասխանեիք, թե ինչ նպատակով եք այդ տեղեկությունը տարածել, ինչ սկզբնաղբյուր ունեիք այն ժամանակ, երբ որ մարդկանց մոտ ձեր վարկանիշը բարձր էր, ու հաջորդ հարց միաձևակերպեմ, ընդհանրապես բավարարող չէր էլի ֆինանսական հաշվետվության մասին ձեր պատասխանը, նշեմ ինչի, որովհետև կարծում ենք բարեկամների, հարազատների, ընկերների կողմից տրամադրող ֆինանսական միջոցները չեն կարող այնքան շատ լինել, ինչքան օրինակ այն տպավորությունն է, որ ձեր ուժը ծախսում է։ Ասեմ ինչի, որովհետև մտնում ենք ինտերնետային կայքեր, Facebook ու այլ
տեղեր ամենուր ձեր նկարներն են, ձեր ուժի գովազդն է։ Դուրս են գալիս Երևանի փողոցներ, մարզեր են գնում, ձեր ուժի նկարներն են։ Հետո մարզեր են գնում տարբեր քաղաքներ եւ այլն, այնտեղ գրասենյակներ են շատ կոկիկ ու գեղեցիկ սարքված, այսինքն մեծ գումարներ են ծախսել ու իմ պատկերացմամբ նույնիսկ կարող են հասնել 100,000-ավոր դոլարների, որտեղ մենակ հետքը հաշվետվություն է ներկայացրել, որ դուք օրինակ Facebook-ում 3 ամսում ծախսել եք 10,000-ից ավել ԱՄՆ դոլար։ Խնդրեի կոնկրետ թիվ շեշտել, ինչքան եք ծախսել օրինակ 2025 թվականից ի վեր կուսակցության համագումարից հետո։ Ու նաև առաջին հարցից պատասխանել, շնորհակալություն։ Հարց, որը վերաբերում է ներ առասարակ գործունեության փաստահեն գործունեությանը։ Ուրեմն ամեն ինչ ես հրապարակել եմ երբևէ, պատասխանատու եմ ամեն խոսքի համար եւ այդ հրապարակումները բացարձակ ճշմարտություն են։ Հետագայում OSI Media միջազգային լրատվամիջոցը ամբողջությամբ հաստատեց իմ հրապարակումները։ Ամբողջությամբ։ Այդ կոնցեպտը, որ Ադրբեջանը մշակել է, այսպես կոչված կեղծիքով արևմտյան, Ադրբեջանը մշակել է կեղծիքով արևմտյան Ադրբեջան կոչվող կոնցեպտը։ Դա նշանակում է, ըստ նրանց, ամբողջ Հայաստանի Հանրապետությունը ադրբեջանական հող է։ Այստեղ հայերը արհեստականորեն բերվել են 19-րդ դարում 1820-ական թվականներին Արևելյան Անատոլիայից, ինչպես իրենք են ասում, կամ Օսմանյան կայսրությունից եւ Իրանի Իսլամական Հանրապետությունից։ Այստեղ հայեր չեն եղել, նրանք եկել են, մենք եկել ենք արհեստական եւ իրականում նրանց հայրենիքն է։ Հետագայում ըստ այդ իբր կոնցեպցիայի կեղծիքներով հայերը սկսել են նրանց ճնշել, հանցագործություններ կատարել նրանց նկատմամբ, որտեղ բարբարոսներ են եւ այլն, եւ նրանց վտարել են այդտեղից։ Իսկ հայոց եկեղեցին էլ որպես թշնամական կառույց աշխատել է այդ ուղղությամբ, հետո գնացել են ռուսական ցարից ստացել են պետություն։ Սա այդ կոնցեպցիան է։ Եվ դրա համաձայն այդ կոնցեպցիայի համաձայն այսպես կոչված արևմտյան ադրբեջանցիները, որոնք այս պահին 300,000 են հայտարարված, բայց իրականում ավելի շատ են, եւ նրանք հիմա ցուցակագրման առասարակ ցուցակագրման քայլեր են ձեռնարկում, անընդհատ խոսում են դրա մասին, նրանք անընդհատ խոսում են դրանց վերադարձի մասին եւ այո, ունեն ոչ թե անձնագիր, ես անձնագիր չեմ ասել, այլ ասել եմ հետեւյալը. անձը հաստատող փաստաթուղթ ID, որը մշակված է անձնագրի նման, որպեսզի դա դառնա հետագայում անձնագիր նաև Հայաստանում, երբ որ նրանք օրինակ ըստ այդ ծրագրի դա Հայաստանը զավթելու ծրագիր է, Հայաստանը օկուպացիայի ենթարկելու ծրագիր է, դրա մասին նրանք խոսում են անընդհատ, այստեղից մի խոսք է հնչում, ասում են դե գիտեք ինչ կա իշխանություններն են ասում, դե դա ՀԿ է, մի հատ իրանց համար կառույց է, ժողովուրդ ջան, սա ամենամեծ, ամենաանթույլատրելի պաշտպանությունն է Ադրբեջանի, որ անում են։ Դա իրականում ՀԿ չէ, դա ձևով ֆորմալ հասարակական կազմակերպություն է, բայց դա ստեղծվել է Ադրբեջան պետության հովանավորությամբ եւ նրանց կողմից։ Եվ դա իրականացնում է ամբողջությամբ ադրբեջանական ծրագիր։ Ըստ այդ ծրագրի Հայաստանում պետք է լինեն միջազգային խաղաղապահ իբր առաքելություններ զինված, որոնք պետք է ապահովեն այդ արևմտյան այսպես կոչված ադրբեջանցիների անվտանգությունը։ Սա կոնկրետ պետական ծրագիր է, սա ինչ որ տենց թերթերից վերցված դոկտրինալ կամ ոչ դոկտրինալ մեկնաբանություններ չեն սիրողական։ Ըստ այդ ծրագրի, պատկերացեք վերադառնում են ինչ որ քանակ, նրանք պակնայտ է, չէ՞ որ լինելու են ադրբեջանական պետության գործակալներ, հատուկ սովորեցրած մարդիկ եւ ազդելու են միանշանակ մեր անվտանգության վրա, ժողովրդագրության վրա, այլ կոնֆլիկտներ են հրահրելու։ Տեսեք ինչ է, չէ՞, մնալու են շարունակելու են մնալ իրենց քաղաքացիները։ Սա նշանակում է, որ Ադրբեջանը միջամտելու է մեր բոլոր գործերին, իրենց դատախազներով, քննիչներով, հանցագործություններ իբր սարքեն, քննություններ իրականացնեն։ Սրանք շատ մեծ հեռուն տանող վտանգներ են, որը պետք է, այսպես ասեմ, երբևէ չթույլատրել, որովհետև նրանք հիմքերը չունեն ու 90-ականներից սարքած, զերոյից պատրաստած ծրագիր է։ Նրանք չունեն որևէ միջազգայնացիան, որտեղ կարող են գնալ այս հարցերով։ Արդարադատության միջազգային դատարանը Հաագայի 2023 թվականին է ասել, որ ձեր ճանապարհը փակ է այստեղ։ 2021 թվականին էլ Մարդու իրավունքների եվրոպական դատարանն է ասել, որ դուք ուշացել եք, մենք այն դատարանը չենք, որ կարող ենք քննել։ Նրանք դիմել են։
Մինչդեռ մենք ունենք այդ հնարավորությունները մեր հարցով, սա այլ հարց է իհարկե, որպեսզի հիմա չշեղվենք հարցից, խոսքը մեր արցախցիների վերադարձի իրավունքին է վերաբերում։ Բայց սա փաստերով ապացուցված է եւ շատ լավ էր, որ Օսիմեդիան նաեւ հաստատեց եւ ինձ համար փաստահեն աշխատանքը առասարակ հիմնարար կարևորագույն աշխատանքներից է։ Հիմա երկրորդ հարցը ֆինանսավորման հետ կապված։ Նայեք, մենք ամբողջությամբ այս այսպես ֆինանսական աղբյուրների հոսքերի այն ինչ կա, ես ամբողջությամբ ասացի։ Դրանք ամբողջությամբ իրականություն են։ Ինչ վերաբերում է, տեսեք, ես իմ աշխատավարձը պարզ ասեմ, ամիսը ձեր շատ թվից էլ ավել է, $10,000-ից։ Դրանից բացի մենք ունեցել ենք ունենք նաև մեր աջակիցներ, ամբողջը բնականաբար ես չեմ կարող եւ ես չեմ անում։ Ինչպես արդեն նշեցի, դրանք բազմաղբյուր են եւ հաշվարկով իհարկե կարող ենք ասել, ես մի քանի ամիսը երևի այս բանը պետք է հաշվարկել ասել, ձեր ասած թվի սահմաններում է մոտավորապես, ասենք 100,000 կամ մոտավորապես այդ սահմաններում է, բայց ես դրա համար ասեցի, մենք շատ դժվարությամբ հասանք դրան, որ ես աղբյուրները հայթայթելու առումով եւ այո, ես վստահ եմ նրանում, որ մենք մեր արած գործը ամբողջությամբ համապատասխանում է նրան, որ ես չունենամ որևէ կախվածություն որևէ մեկից այս աշխատանքներում իմ քաղաքական գործունեության մեջ եւ դրանք ամբողջությամբ նորից եմ ասում, պարզ են, բաց են դրանց աղբյուրները, պետությունը դրանք վստահ եմ տիրապետում է եւ մենք հասարակության հետ էլ պարզ բաց այս հարցով միշտ էլ պատրաստ են կոմունիկացվել, որևէ խնդիր չկա, ներկայացնել իրականությունը։ Շնորհակալություն հաջորդ հարցի համար Դավիթ Ստեփանյան։ Ողջունում եմ բոլորին, ես Դավիթ Ստեփանյանն եմ Երևանից։ Շնորհակալություն հնարավորության համար, պարոն Թաթոյան, քանի որ արդեն խոսեցինք մեր բռնի տեղահանված արցախահայերի վերադարձի իրավունքի մասին, ուզեմ հենց այս թեմայի վերաբերյալ հարց տալ, ուրեմն շատ ուժեր են այս ամենի մասին խոսում, որ միջազգային դատարաններում կարող ենք հայցել ներկայացնել եւ այլն, բայց շատերի նպատակը մարդկանց էմոցիաների հետ խաղալն է հիմնականում, ընտրազանգված իրենց մեծացնելը, որտեղ չեն բերում կոնկրետ ռազմավարություն եւ այժմյան աշխարհակարգում երբ թուլանում է միջազգային իրավունքի դերը եւ դրա փոխարեն այդ բացը լրացնում է ուժի իրավունքը, բացի այդ դատական հայցերից եւ այլ process-ներից, ինչպես կարելի է դա վերածել իրականության, ինչպես կարելի է անել դրա իմպլեմենտացիան, ինչպես եք դուք պատկերացնում, որն է ձեր ռազմավարությունը այս թեմայով եւ եթե անգամ առաջարկվի վերադարձի հնարավորություն, բայց օրինակ ադրբեջանական ազնագրերի դեպքում միայն եւ ադրբեջանական քաղաքացիության ու նրանց ոստիկանության կողմից պաշտպանվածություն ունենալու դեպքում միայն։ Դուք այս ֆորմատը իրատեսական համարում եք, թե ունեք այլ տեսակետներ այս հարցի վերաբերյալ։ Շնորհակալություն։ Արցախցի մեր հայրենակիցների հետ կապված երկու հիմնարար ուղղություն ունի նրանց իրավունքների պաշտպանությունը մեր հստակ ռազմավարությամբ։ Առաջին, նրանց իրավունքները եւ կյանքը արժանապատիվ կյանքը Հայաստանում։ Արցախցիները պետք է ունենան, պետք է պետությունը ապահովի արժանապատիվ կյանք նրանց համար Հայաստանում, լիարժեք կյանք, ես հատուկ ինտեգրում բառը չեմ ասում, որոշները ասում են ինտեգրում կամ շատերը, որտեղ մենք մի ժողովուրդ ենք, մենք ինտեգրում մի տեսակ օտարին վերաբերող բառը, դրա համար ես ինտեգրում հատուկ չեմ ասում։ Սա ինչ է նշանակում։ Կայուն սոցիալական բնակարանային ծրագրեր, ոչ թե ժամանակավոր էլեկտորալ առումով միայն քաղաքական հաշվարկներից ելնելով ծրագրեր, այլ կայուն սոցիալական բնակարանային ծրագրեր այդ կյանքի համար արժանապատիվ կյանքի համար Հայաստանում։ Այսօր տեսեք կառավարության բնակարանային ծրագրերը։ Դրանք շատ քիչ մասն եմ արցախցիների դիմել, որպեսզի օգտվի օրինակ բնակարանային ծրագրերից։ Ով էլ դիմել է, արդեն կան խնդիրներ որոշակի տներում, բնակարաններում, ընտանիքները մեծ են, ընտանիքի անդամների կազմի հետ կապված եւ այլն, եւ այդ խնդիրները արդեն առաջ են գալիս ու մենք տեղյակ ենք դրանցից։ Այնպես որ պետք է լինի հստակ շատ ծրագիր եւ կայուն ծրագիր։ Երկրորդը պետք է Հայաստանի
արցախցիների համար Հայաստանում անմիջապես վերականգնել նրանց քաղաքացիությունը, այսինքն այն փաստաթղթերը, որոնք կառավարությունն ընդունեց եւ որոնցով մեր Արցախի մեր հայրենակիցները կապույտ անձնագիր ունենալով զրկվեցին քաղաքացիությունից, դա անմիջապես պետք է վերականգնել։ Պետք է ստեղծել Հայաստանում բռնի տեղահանվածների հարցերով հատուկ գործակալություն, որը զբաղվի նրանց իրավունքների պաշտպանության հարցերով։ Արցախի հետ կապված պետք է ունենանք հատուկ արցախցիների հետ կապված հատուկ վերաբերմունք։ Արցախցիները մեր ժողովուրդն են, մենք մի ժողովուրդ ենք եւ արցախյան ինքնությունը իմ ինքնության, հայկական ինքնության մասն է։ Ես դրանից եմ ելնում։ Մյուսը արցախցիների վերադարձի իրավունքը։ Վերադարձի իրավունքը պետք է լինի պետության քաղաքականության կարևոր ուղղություններից է, վերադարձի հումանիտար իրավունքի մասն է խոսքը, բայց որպես իրավունք, որ վերաբերում է բռնի տեղահանվածների էթնիկ հիմքով, այսինքն ոչ թե անհատական կարգով վտարվածների, օրինակ դեպորտ եղած, չէ, օրինակ պատկերացեք մեկը գնացել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ, չգիտեմ, Ռուսաստան, որտեղ մեկ էլ վտարում են այնտեղից։ Մենք այդ մեր այդ դեպքը չի, չէ, ոչ թե մեր հայրենակիցներին վտարել են արցախցիներին նրա համար կամ ներողություն էթնիկ զտումներ են եղել, նրանք բռնի տեղահանման են ենթարկվել, ոչ թե նրա համար, որ օրինախախտներ են, այլ նրա համար, որ հայ են։ Եվ դրա համար նրա այստեղ պետք է տարածվի բռնի տեղահանվածների համար միջազգայինորեն երաշխավորված վերադարձի իրավունքը։ Սա խոսքը վերաբերում է վերադարձի կամավոր, ապահով կամ անվտանգ արժանապատիվ վերադարձին։ Սա բռնի տեղահանվածների վերադարձի իրավունքի հիմնարար երաշխիքներն են։ Հիմա գանք մեր դեպքը։ Արդյոք դրանք ունեն միջազգային ամրագրում։ 2023 թվականի նոյեմբերի 17-ին Արդարադատության միջազգային դատարանը Հայաստանի կառավարության դիմումի հիման վրա արձանագրել է, որ Ադրբեջանը պարտավոր է ապահովել հնարավորինս շուտ արցախցիների իմ նշած հիմքերով վերադարձի իրավունքը։ 2023 թվականի հոկտեմբերին ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդը 40-ից ավել պետություններ, այդ թվում Հայաստանի Հանրապետությունը նրանց միացած, կոչ են արել ապահովել վերադարձի իրավունքը։ Այդ թվում Անվտանգության խորհրդի պետություններ, անդամ պետություններ, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամ պետություններ։ Սա ինչ է նշանակում, որ միջազգայինորեն այս իրավունքը մեզ համար երաշխավորված է։ Ընդ որում, տեսեք, հիմա Հայաստանի կառավարությունը ամբողջությամբ հրաժարվում է դրանից, վերադարձի իրավունքից, մինչդեռ Հայաստանի այս կառավարությունն ինքն է դիմել, որ այդ իրավունքը ամրագրվի։ Տեսեք, հələ մոտեցումն էլ է, չէ՞ ցույց տալիս։ Համ կառավարություն դու դիմել ես, համ էլ եկել ես հրաժարվում ես։ Հələ տեսեք, ինչ միջազգային հեղինակության անկում է։ Երբ դիմում ես, հետո մի անգամից հրաժարվում ես քո պարտավորություններից միջազգային։ Մինչդեռ սա վերաբերում է կոնկրետ մարդկանց, եւ սա Հայաստանի շահերի համար է նաեւ շատ կարեւոր։ Մենք չպետք է թույլ տանք, որ միջազգային օրակարգից դուրս գա, իրավապաշտպան օրակարգից, դատական պաշտպանության օրակարգից Ադրբեջանի հանցանքների համար պատասխանատվության հարցը, սա շատ կարևոր է։ Հակառակ դեպքում ստացվելու է ամբողջ աշխարհում միջազգային հանցագործություններ, մարդկության դեմ ուղղված եւ այլ միջազգային հանցագործությունների համար պատասխանատվություն կա բացի հայերից։ Սա շատ վտանգավոր նախադեպ է ստեղծում եւ դուռ է բացվում դեպի նոր ագրեսիաների։ Իրատեսական է արդյոք այսօր արցախցիների վերադարձը։ Ոչ, իրատեսական չէ։ Բայց պետք է դե լինի պետության կարևորագույն քաղաքական ուղղություններից։ Այո, պետք է լինի, որտեվ դա վերաբերում է մեր իրավունքների պաշտպանությանը։ Դու չես կարող կառուցել արդար պետություն, չես կարող ունենալ լիարժեք անվտանգ պետություն, երբ դու այդ պետությունը կառուցում ես մարդկանց, քո երկրի ներսում մարդկանց մոռացության տալու վրա։ Մոռանանք արցախցիներին, մոռանանք անհայտ կորածների ընտանիքներին ու նրանց, մոռանանք գերիներին ու նրանց ընտանիքներին, մոռանանք մեր հերոսների սխրանքները ու նրանց ընտանիքների իրավունքները։ Չես կարող կառուցել պարզապես իրավունքների պաշտպանության առաջնահերթություն է։ Հիմա դուք նշեցիք արդեն կոնկրետ մեխանիզմի հետ կապված անվտանգության առումով։ Ես հատուկ նշեցի, որ վերադարձի իրավունքը պետք է լինի միջազգային երաշխիքներով, ապահով կամ անվտանգ, արժանապատիվ, կամավոր։ Այնտեղ կա նաև կայուն վերադարձի մի քանի այլ էլեմենտներ, բայց սրանք այսպես ամենակարևորներն են։ Սա նշանակում է, այո, պետք են միջազգային նաև երաշխիքներ, միջազգային մեխանիզմներ, որովհետև ակնհայտ է, որ Ադրբեջանի
ատելության ու թշնամանքի քաղաքականության ներքո հնարավոր չի լինելու դա ապահովել։ Իսկ այսօր Ադրբեջանը ամենևին էլ չի տանում խաղաղասիրական քաղաքականություն։ Երկրի ներսում ամբողջությամբ եփվում է ատելության ու թշնամանքի մեջ։ Մենք պետք է դա նկատի ունենանք մեր իսկ պաշտպանության համար։ Սա շատ կարևոր է։ Եվ արցախցիների վերադարձի հարցը, վերադարձի իրավունքի հարցը գործող միջազգային երաշխիք է, այսօր գործող միջազգային կանոններով ոչ ոք դրանք չի վերացրել։ Դրանք կան թե արդարադատության միջազգային դատարանի այդ ակտում, կան ՄԱԿ-ի մարդու իրավունքների կոմիտեի կոչի մեջ, եւ կան նաեւ դրա մասին է անհատ պետությունները նաեւ խոսել, կոչ արել։ Շվեյցարիա, Ամերիկայի Միացյալ Նահանգների պետդեպը, Շվեյցարիայի արտաքին գործերի նախարարությունը, Կանադան, Եվրոպական միության պարլամենտը եւ այլն, այսինքն տեսեք որքան միջազգային կանոններ կան։ Ես դրա համար եմ ասում, որ ժողովուրդ ջան, մեր ժողովրդին էլ եմ միշտ ասում, պետք չի նեղվել, հուսահատվել եւ հրաժարվել մեր սեփական իրավունքներից։ Կան բոլոր մեխանիզմները, պարզապես պետք է մասնագետները գործ ունենան դրա հետ։ Մարդիկ, որոնք կարող են հարց լուծել։ Մարդիկ, որոնք պատկերացնում են ոնց այդ հարցը լուծենք։ Մեր իշխանության ժամանակ ես այս հարցերը այսպես էլ տանելու եմ առաջ, որովհետև կան պետություններ, որոնք պաշտպանում են մեզ, կան միջազգային մեխանիզմներ, որոնք պաշտպանում են մեզ։ Եվ եթե դու հրաժարվեցիր քո իրավունքներից, ինչպես այս պարագայում է, էլ ավելի է լինելու։ Տեսեք, սահմանադրության փոփոխությունն է ավելացել, սահմանների օկուպացիան վերացել է, ընդհանրապես չկա, վերադարձի իրավունքն է իրենց կողմից ավելացել, իրենց իբր այդ արևմտյան Ադրբեջանի, որը զրոյից սարկած է, զրոյից սարկած, միայն քաղաքական որոշմամբ է առաջ գնում։ Իսկ մեր իրավունքները, այո, տեր ենք լինելու միջև վերջ մեր իրավունքներին։ Չի կարող որևէ մեկը մտածել, որ հանկարծ մեր քաղաքացիներին վնաս կտա ու ինքը կարող է գնալ իր համար ապահով միտեղ ապրել։ Դա շատ կարևոր է, դու արժանապատիվ պետություն պետք է լինես։ Եվ պատահական չի, որ մեր ազգային շահերի պաշտպանությունը հենց սա է պահանջում։ Սա է հենց մեր ազգային շահերի պաշտպանության պահանջը։ Հաջորդ հարցի համար Լուսինե Օհանյանն։ Լուսինե Օհանյան, թերթեմ Արցախից, պարոն Թաթոյան, մինչ ձեր մեծ քաղաքականություն մտնել հայտարարությունը, ձեր անունը անդադ հաշվվում է քաղաքականության մեջ, օրինակ որպես Սրբազան շարժման վարչապետի տեխնացու կամ այս կավանի ուժի վարչապետի տեխնացու, բայց դուք արդեն հայտարարել եք, որ չեք ուզում կապ ունենալ 3 նախկին նախագահների հետ։ Ինձ հետաքրքրում է մի հարց, որ եթե այս իշխանությունը մնա նույն իշխանությունը, ձեր նշած մի անձի կամ մի կուսակցության իշխանություն կամ պետություն, դուք արդյոք փողոցային պայքարի մեջ նախկին նախագահների հետ պայքարի մեջ կմտնեք փողոցային, թե չէ, որտեղ հանրապետականները արդեն հայտարարել են, որ իրանք եթե իշխանությունը մնա նույնը, իրանք փողոցային պայքար կսկսեն, որտեղ արդար ակտիվությունը, եթե իր պահանջները արդար են, եթե միայն իշխանության հասնելը չէ, իր պահանջը պետք է ոչ լինի ընտրություններից ընտրություն, այլ այդ ընտրությունների ընթացքում։ Շնորհակալություն։ Շնորհակալություն։ Նայեք, մենք կարծում ենք եւ սա մեր քաղաքական ուժի դիրքորոշումն է, սա իմ անձնական դիրքորոշումն է, որ մեր ժողովրդի մեծամասնությունը մեր նախկին որևէ ղեկավարներից մեկի հետ, այդ թվում հատկապես գործող վարչապետի հետ երկրի ապագան չի կապում։ Սա ցույց են տալիս մեր շփումները, սա ցույց են տալիս մեր բազմաթիվ հանդիպումները քաղաքացիների հետ եւ շատ ոգևորիչ է, որ մեր քաղաքացիների մեծ մասը հենց այդպես էլ մտածում են, որ պետք է անպայման առաջ գնալ եւ իրականում պետք է փակել այս արատավոր շղթայի դուռը, երբ ստեղծված է վանդակ, որը իմ կարծիքով ստեղծել է այսօրվա գործող կառավարության ղեկավարը, նախկիններ, ներկաներ, անկարողներ, կաշառակերներ եւ այլն դրա մեջ ու ստացվել է այնպես, որ իբր թե մեր ժողովուրդը ընտրություն չունի եւ ամեն անգամ ստիպված է ինչ որ այսպես բաների միջև ընտրություն կատարել։ Սա նաեւ կարեւոր է նրա համար այս արատավոր շղթան կտրելը, որ այնպես չլինի, որ կա իշխանություն, որը միայն ցույց տա, որ ինքը ավելի լավն է, քան նախորդը։ Նախորդն էլ ուզի նոստալգիայի հիման վրա գա իշխանության, նոստալգիկ հիշողություններով, ու ասի, որ այս ավելի լավն էի, քան նախորդը էլի։ Կամ ես այն ժամանակ կարողանում եմ այս հարցերը լուծել։ Յուրաքանչյուր քաղաքական գործիչ, յուրաքանչյուր քաղաքական դեմք, առավելևս երկրի ղեկավար, ինքը որոշակի ժամանակաշրջանում կատարում է որոշակի գործառույթ։
Մի դեպքում միավորող, մի դեպքում կարող է համախմբող, բայց գալիս է ժամանակաշրջան, երբ դադարում է այլևս այդ գործառույթը կատարել։ Եվ ամեն ինչ ավելի հակառակն է արդեն աշխատում։ Ոչ միավորող, ոչ համախմբող եւ այլն։ Եվ ինձ մի անգամ հարց տվեցին լրագրողները, որն է մեր նախկին բոլոր ղեկավարների միասին վերցված ամենամեծ սխալը։ Ես ասացի այսօրվա գործող իշխանությունների արկայությունը, որտեղ նրանք վամպիրի պես սնվում են նախկին ժամանակաշրջանների խնդիրներից, սխալներից եւ այլն։ Ինչ վերաբերում է մեր գործողություններին, տեսեք, մենք չենք առաջնորդվում էլի բաժանարար գծերով, որ մենք մեկուսացնեն, մենակ այսպես սահմաններ գծենք ու առաջ գնանք։ Իմ խոսքը միշտ որ ընտրություններին չմասնակցելու հարցի հետ կապված նախկին նախագահները վերաբերել է նախագահներին անձամբ։ Դրանից բացի ես հատուկ նորից նշում եմ, չի կարող Հայաստանում իշխանությունը վերարտադրվել այնպես, որ դրա կազմում լինեն նաև մարդիկ, որոնք պատասխանատու են եղել նախորդ ժամանակաշրջանում սխալների, խնդիրների, անարդար մոտեցումների համար։ Եվ մենք շարժվում ենք այս օրակարգով։ Ինչ վերաբերում է մեր հետագայում փողոցային պայքար, հետընտրական, քաղաքական գործընթացները ցույց կտան։ Մենք միջև վերջ տրամադրված ենք մեր քաղաքական ուժի գաղափարախոսությանը համապատասխան գործելու եւ ընթացքը ցույց կտա այսպես ամբողջությամբ։ Ամենակարևորը մենք չունենք այստեղ աֆիլիացիաներ, մենք չունենք որևէ մեկի հետ կախվածություններ, մնացածը մենք գիտեք մեր ժողովուրդը այս process-ը ինչու է շատ կարևոր։ Մեր ժողովուրդը նաև հոգնել է այս ինտրիգային բոլոր ինտրիգներից, որ Եվ ես շփվում եմ քաղաքացիների հետ, բոլորը մենակ միավորման մասին են խոսում, միասին գործելու, միավորվելու եւ մեր ժողովրդով եւ վերացնելու այն բաժանարար գծերը, պարակտումները, որ կա, որ կարողանանք միասին արդյունքի հասնել ընտրություններից հետո։ Եվ ես հիմա տրամադրված եմ միայն մենք հիմա տրամադրված ենք հենց այսպես ես համոզված եմ, որ մեր ժողովրդի հետ մենք աշխատելով ընտրական գործընթացով հնարավոր է փոխել երկրում իշխանություն, դրա համար էլ մենք ամբողջությամբ մտել ենք այս process-ի մեջ։ Շնորհակալություն, հաջորդ հարցի համար Նարեկ Մինասյան։ Ողջունում եմ բոլորիդ, ես Նարեկ Մինասյան, սովորում եմ Երևանի Պետական համալսարանի միջազգային հարաբերությունների բաժնում։ Պարոն Թաթոյան, իմ հարցերը հետևյալն են, կխնդրեի անդրադառնալ այն փաստին, որ դուք փետրվար ամսին Հայաքվեի հետ կնքել եք ուշադիր միասին համատեղ հայտարարությամբ հանդես գալու վերաբերյալ, կուզեի անդրադառնալ կոնկրետ այն տեսակետերի, թե ինչպիսի հարցերի շուրջ եք դուք միասին համատեղ հայտարարությամբ հանդես գալու վերաբերյալ կնքել եւ որն էր պատճառը Հայաքվեից առանձնանալու։ Մյուս հարցը ձեր ելույթից դուք անընդհատ շեշտում եք Ռուսաստանից ինչպիսի կախվածության մեջ ենք եւ դուք առանձնացրեցիք մի քանի տարբերակներ Ռուսաստանի կախվածությունից դուրս գալու համար, օրինակ բերեցիք մեկը կրթական համակարգը կապված Ամերիկայի Միացյալ Նահանգների կրթական համակարգի վերաբերյալ, ուզում եմ հասկանամ, արդյոք Ամերիկայի կրթական մոդելը ներդնելով Հայաստանի կրթական մոդելի հետ միասին նույն կախվածությունը չի ստացվելու Ամերիկայից, ինչպիսին հիմա Ռուսաստանն է։ Շնորհակալություն։ Հայաքվե ազգային քաղաքացիական միավորման հետ կապված, այո, փորձեցինք համագործակցություն ձևավորել, միասնական ընտրական պլատֆորմ, բայց հետո տարբեր քննարկումների արդյունքում եկանք եզրահանգման, որ նաև տարբեր քննարկումների գաղափարական եւ այլն կան տարաձայնություններ, տարբեր ընկալումներ, այսպես ասեմ, եւ մտածեցինք առավել արդյունավետ կլինի, եթե մենք շարունակենք նաև նախկինի պես Եվ Հայաքվեն նաև դրանով եւ մենք եւ Հայաքվեն հիմա առանձին ենք արդեն շարունակում, բայց հայտարարել ենք, որ մենք պատրաստ ենք իրար աջակցել եւ այլն, սա այստեղ կոնֆլիկտային որևէ բան չկա, այսպես ասեմ։ Մնացած մանրուքները, այսպես ասեմ, էլ այդ գաղափարական մենք այս պահին այդպես ենք հայտարարել եւ հիմա դրանցից մի մասը առանձնացնելը չի ամբողջությամբ արտահայտությունը, դրա համար ես այսպես իմ պատասխանը սա կլինի։ Ինչ վերաբերում է
Ինչ վերաբերում է կրթական համակարգին եւ կախվածությանը։ Տեսեք, խոսքը այստեղ չի վերաբերում ամենևին էլ կախվածության Հայաստանը մի տեղից հանեց դնեց մյուս տեղը կախվածության։ Դա անթույլատրելի է, Հայաստանը չպետք է լինի որևէ մի կենտրոնից կախվածություն ունեցող երկիր։ Եթե Հայաստանը եղավ կախվածություն ունեցող երկիր որևէ տեղից, ապա այդ այն երկիրը, որից դու կախված ես, ինքը միշտ քեզ իր շահերի համար զոհաբերելու է։ Եվ դու երբեք չես կարողանալու ինքդ քո շահերի պաշտպանության հարցը լուծես ինքնուրույնաբար, այսպես ասած։ Իհարկե համագործակցությունը տարբեր կազմակերպություններում միասնական ընդգրկվելը կարևոր է, այդ թվում Ռուսաստանի հետ, Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ, եվրոպական երկրների հետ, այլ պետությունների հետ, Իրանի Իսլամական Հանրապետություն, չգիտեմ, Վրաստան եւ այլն։ Բայց խոսքը վերաբերում է հանկարծ քո երկիրը չդնես որևէ մեկ ուժից կախվածության մեջ։ Կրթական համակարգի դեպքում ամենևին էլ չի վերաբերում կախվածության մեջ դնելու, հակառակը մեր կրթական համակարգը զարգացնելու։ Տեսեք մի օրինակ բերեմ։ Ինչպես են պատկերացնում կրթական համակարգում լուծումները։ Մեզ մոտ ինչպես է հիմա։ Աշակերտը սովորում է դպրոցում, գնում սովորում է ավագ դպրոցում է սովորում, որը այսօրվա վիճակով իմ կարծիքով եւ մեր մասնագետների համոզման բացարձակ անընդունելի է, ինքը պետք է այս տեսքով վերանա եւ որտեւ այսօր դարձել է սովորողներին ապամոտիվացնելու եւ սովորել չսովորեցնելու տեղ։ Բայց այնուամենայնիվ ավագ դպրոցը երբ մոտենում է, սկսում են աշակերտները պարապել դասախոսների մոտ կամ ուսուցիչների մոտ, հիմնականում այդպես է։ Մի դեպքում ծնողները հնարավորություն ունեցան, մեծամասամբ այդպես է։ Կգնան կպարապեն եւ ծանրությունը ընկնում է ծնողների վրա, ֆինանսական բեռի առումով, բարոյական բեռի առումով ծնող իրեն վատ է զգում, գնում շատ ավելի կարող է մի դեպքում պարտքերի տակ է ընկնում եւ այլն, որ երեխային անպայման տա պարապել։ Բայց ինչ է ստացվում։ Այդ 2-3 առարկա է պարապում աշակերտը եւ կընդունվի, այդ տարի պատկեցեք չընդունվեց, հաջորդ տարի կամ այդ տարի էլ փորձում է հերրակա համակարգն է փորձում, մյուս տարի է նորից էլի փորձում եւ այլն, ստացվում է աշակերտը ինքը իր ճանապարհը այն ամենասկզում չի հարթել, ոչինչ չի արել, համակարգն է այդպես եղել եւ հույսը դնում է պարապելու վրա ընդամենը այդ 1-2 տարվա եւ գնում այդպես միջև վերջել ու եթե ձախողվեց հանկարծ ստացվում է կամ պետք է գնա ճանապարհով ուրիշ ընդհանրապես կամ նորից էլի հաջորդ տարիները պարապի եւ այլն։ Մեր առաջարկած համակարգը, որը նաեւ հիմնված է ամերիկյան համակարգի վրա, ինչպիսին է։ Մենք պետք է ունենանք այնպիսի դպրոց եւ կրթական համակարգ, որ աշակերտին, երեխային հենց սկզբից պատրաստի բուհ ընդունվելուն, այսինքն շարունակական կրթության։ Ինչ է սա նշանակում։ Օրինակ, եթե կողմնորոշող դասընթացներից վաղ դպրոցի հնարավոր վաղ տարիքից հետո ենթադրենք աշակերտը ուզում է դառնալ բժիշկ։ Պետք է լինեն համապատասխան, օրինակ, լաբորատորիաներ եւ կան հաստատություններ, որտեղ աշակերտը կգնա կանի կամավորական աշխատանք, որտեղ աշակերտը կգնա կմասնակցի ամառային դպրոցների, ինչպես օրինակ այս քննարկումներն են, տեսեք, դրանք պետք է միավորներ հաշվեն աշակերտի համար եւ դրանցով իր CV-ն, ռեզյումեն կառուցելով, այսպես ասած, միավորները, աշակերտը իհարկե նաեւ առարկաներ եւ այլն, աշակերտը պետք է գա հասնի միջև վերջ։ Մեր առաջարկած մոդելով 9+2+1, այսինքն 11-ամյա կրթություն պետք է լինի պարտադիր, ոչ 12, 11-ամյա կրթությունը պետք է ապահովի ոչ միայն միջնակարգ կրթությունը, այլ նաև, այսպես ատեստատ ստանալը, այլ նաև միջին մասնագիտական կրթություն, օրինակ ասենք, աշակերտը ավարտում է, երեխան ավարտում է 11-րդ դասարան, արդեն պետք է ունենա նաև իր ընտրությամբ պետության նաև հետ քաղաքականության արդյունքում ձևավորված, օրինակ մասնագիտությունների միջի մասնագիտական ցանկ, ասենք, զոդող, սվարշիկ, օրինակ ասենք, չգիտեմ, հյուսն եւ այլն եւ այլն։ 12-րդ դասարանը արդեն դառնում է կամավոր բուհ ընդունվելու ցանկություն ունեցողների համար։ Այս դեպքում արդեն բուհի հետ համապատասխան համագործակցաբար աշխատանքներ տանելով արդեն աշակերտին նախապատրաստում են բուհ ընդունվելուն, ինչը շատ կարևոր է։ Եվ արդեն երբ աշակերտը երեխան գալիս է արդեն միջև բուհական տարիքն է հասնում, արդեն նա պատրաստ է բուհ ընդունվելուն եւ ինքը գիտի, որ ինքն իրենով է հասել դրան, այլ ծնողների պարապելուց այլևս կախված չի, որտեվ լինում են այդ կամավորական աշխատանքներով, պրակտիկայով, առարկաներով ճիշտ ընտրելով եւ այլն եւ ուսման մեթոդները
համապատասխաններ դնելով ինքը գալիս է եւ դառնում է արդեն պատրաստ բուհական կրթության համար եւ ինքը գիտի որ ինքն իրենով է հասնելու ամեն ինչի բուհական կրթության ժամանակ արդեն մենք այստեղ նույնպես պետք է ունենանք որոշակի փոփոխություններ նախ մասնավոր բուհերի դեպքում պետք է ներդրվեն բուհական կրթության առումով երկու բաժին ունեն երկու ուղղություն ունենք հիմնական պետական կրթական հաստատություններում Հայաստանի քաղաքացիների համար կրթությունը պետք է լինի անվճար եւ սա նաեւ միջազգային փորձ է իսկ մասնավոր կրթական հաստատություններում եթե վճարովի է պետք է ներդրվեն ուսանողների համար ճկուն ուսանողական վարկեր Սա օրինակ գործում է արտասահմանում նույն Ամերիկայի Միացյալ Նահանգներում այս համակարգը շատ լավ Խոսքը վերաբերում է ոչ միայն ուսման վարձը վճարելուն այլ նաև ապրելու ծախսերը վճարելու, որը լինելու է առանց աշակերտի ուսման ժամանակ վարկերը վճարելու պարտավորության, որովհետև դա արդեն աշխատանքի ընթացքում է, վճարումը տեղի ունի։ Հետևաբար ծնողների վրա էլ ծանրաբեռնվածություն չի ընկնում այս դեպքում։ Իսկ բուհը արդեն լիարժեք աշխատելով աշխատաշուկայի պետության քաղաքականության պայմաններում կարողանում է նաև աշխատանքի տեղավորելու քաղաքականություն ճիշտ վարել։ Օրինակ, երբ ես սովորում էի, մենք Պենսիլվանիայի համալսարանում Մենք ինչ էր տեղի ունենում տարվա վերջում Նյու Յորքում տեղի էր ունենում օրինակ job fair կոչվում, այսինքն աշխատաշուկա, այսպես ասած։ Հիմնական համալսարաններից ուսանողները գնում են Նյու Յորք մեծ գործատուների մեծ, այսպես աշխատաշուկայի մասնակցելու։ Եվ այդտեղից դու կարողանում ես օրինակ մեխանիզմներից մեկն է պետությունն է ստեղծում այդպիսի պահանջներ, որ նաև գործարարները կան եւ բուհի կարևորագույն ռեյտինգային նաև ցուցանիշներից է թե քո ավարտածներից քանի հոգի է կարողանում աշխատանքի տեղավորվել ավարտին այսինքն այս կրթական խոսքս վերաբերում է տեսեք այս օրինակը բերեցի որ ցույց տամ խոսքը կախվածությանը չի վերաբերում խոսքը վերաբերում է մեր կրթական համակարգը ավելի լավը դարձնելուն Շնորհակալություն եւ վերջին հարցի համար խնդրում եմ խոսափողը փոխանցել Ղալայան Տիգրանին Շնորհակալություն Տիգրան Ղալայան, Վանաձորի պետական համալսարան, Ռեստարտ Վանաձորի երիտասարդական քաղաքացիական կազմակերպություն։ Պարոն Թաթոյան, մեզ հայտնի է, որ դուք քաղաքական համագործակցություն եք ծավալում Շահեն Դաշինք ազգայնական կուսակցության հետ եւ նրա առաջնորդ Շահեն Հարությունյանի հետ։ Սակայն միաժամանակ նաեւ հայտնի է, որ եւ Շահեն Հարությունյանը եւ նրա Հայաշանթ Հարությունյանը ժամանակին դատապարտված են եղել եւ բազմաթիվ իրավապաշտպան կազմակերպություններ, ինչպես նաև Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարի կարծիքով այդ մարդկանց դատապարտումը տեղի ունեցել քաղաքական մոտիվացիայով, այսինքն փաստացի այդ մարդիկ եղել են քաղբանտարկյալներ եւ Շանթ Հարությունյանը իր պատիժը կրել է նաև ձեր պաշտոնավարման օրոք։ Սակայն ձեր պաշտոնավարման օրոք դուք այդ մասին որևէ արտահայտություն որևէ կերպ չեք արտահայտվել, ձեր կարծիքը չեք արտահայտել։ Միաժամանակ ինձ հետաքրքիր է ինչպես է հնարավոր այն մարդու իրավունքների պաշտպանի եւ քաղբանտարկյալի համագործակցությունը այն մարդու իրավունքների պաշտպանով այդ մասին չի բարձրաձայնել եւ քաղբանտարկյալի համագործակցությունը քաղաքական եւ բացի դրանից նաեւ հետաքրքիր է թե ինչպիսին է ձեր տեսակետը հիմա ձեր արդեն փաստացի քաղաքական դաշնակիցների դատապարտումների վերաբերյալ արդյոք դուք հիմա այդ մարդկանց համարում եք որ ժամանակին եղել են քաղբանտարկյալ Շնորհակալություն Այո, Շահեն Դաշինք կուսակցության հետ մենք ունենք համագործակցություն եւ միասնության թվեր կուսակցությամբ մասնակցելու ենք 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին։ Թե Շահեն Հարությունյանը, թե Շանթ Հարությունյանը ենթարկվել են հետապնդումների եւ դատապարտվան, երբ ես մարդու իրավունքների պաշտպանն էի։ Թե Շանթ Հարությունյանի, թե Շահեն Հարությունյանի իրավունքներով ես ակտիվ զբաղվել եմ, այդ թվում հրապարակային։ Մասնավորապես այցերս քրեակատարողական հիմնարկ Շանթ Հարությունյանին, նրա իրավունքների պաշտպանության ուղղությամբ աշխատանքը եւ այլ հարցեր։ Ես համարում եմ նրանց վերաբերյալ վարույթները եղել են իրավունքների խախտումներով, այո, եղել են։ Եղել է քաղաքական բաղադրիչով, այո, եղել են։ Դրա համար էլ ես որպես մարդու իրավունքների պաշտպան ծավալել եմ ակտիվ գործունեություն
նրանց հետ կապված եւ չեմ կարծում թե իմանալով թե Շահեն Հարությունյանին, թե Շանթ Հարությունյանին, եթե ես չանեի նման ակտիվ աշխատանք, չտեսնեին այդ աշխատանքը, համագործակցություն մենք կարողանայինք ձևավորել նրանց հետ։ Այսպես, այսինքն միշտ իմ աշխատանքը բաց, պարզ է եղել եւ չի եղել իրավիճակ, որ իմ լիազորությունների գործադրման հետ կապված անհրաժեշտություն առաջանա, ես հանկարծ միջամտություն չանեմ։ Շատ շնորհակալություն հանդիպման քննարկման համար, պարոն Թաթոյան, նաև եւս մեկ անգամ հրավերն ընդունելու։ Ես առաջարկում եմ, որ 1 րոպե կամ շատ կարճ դուք ձեր վերջնական ուղերձով հանդես գաք եւ արդեն ավարտենք մեր հանդիպումը։ Շնորհակալ եմ Յուրի այս քննարկումը վարելու համար։ Շնորհակալ եմ ձեզանից, երեխեք ջան ու երեխեք ասելով ես նկատի ունեմ նաև իմ ուսանողներին եմ միշտ սիրելի երիտասարդներ, որ այսքան ակտիվ էիք եւ այս կարևոր հարցերը տվեցիք, ակնհայտ է որ սրտացավ վերաբերմունք է։ Ես գիտեք ինչ եմ ուզում մենակ ձեզ ասել։ Մենք պետք է իսկապես ունենանք երկիր, որտեղ մեր երիտասարդները պատկերացնում են իրենց ապագան, ապահով ապագան։ Երկիր, որտեղ երիտասարդը չի մտածում գնամ օրինակ համալսարան ուրիշ տեղ ընդունվեմ սովորեմ եւ դա միջոց ծառայեցնեմ, որպեսզի երկրից գնամ։ Երկիր, որտեղ ծնողները չունեն մտավախություն իրենց երեխայի ապահով ապագայի համար։ Երկիր, որտեղ երիտասարդը գիտի, որ իր համար ստեղծված են արդար պայմաններ, բոլոր արդար պայմանները, եւ եթե ունեցավ, աշխատեց, ջանք գործադրեց, ամեն ինչի հասնելու է։ Երկիր, որտեղ հաջողությունը որոշվում է ոչ թե քաղաքական կապերով, անձնական կապերով, այլ սեփական աշխատանքի արդյունքով, սեփական ջանքերով։ Ես ինքս դրանով եմ հասել իմ կյանքում այն ամենի այն կարիերայում առաջընթացի ինչ որ ունեցել եմ աշխատանքում, ուսման մեջ եւ այլն։ Եվ ես ուզում եմ այնպես անենք բոլորով միասին, որ մեր երկրում համատարած լինի դա, որ ոչ թե մենք գնանք ուրիշ տեղ սովորելու, կյանք կառուցելու, որովհետեւ այնտեղ ենք տեսնում ապագա, այլ ուրիշ տեղերից գան նաեւ մեր մոտ, որովհետեւ այստեղ է ապահով ապագան։ Եվ ուզում եմ, որ մեր երիտասարդները իսկապես լինեն ակտիվ հանրային քաղաքական կյանքում եւ համոզված եմ, որ միասին մենք այդ հարցերի լուծումները, մեր երկրի հարցերի լուծումները տալու ենք։ Եվ վերջին խոսքս խնդրում եմ երբեք չհուսահատվեք, երբեք չվախենակ, երբեք ուրիշի վախերով, տարածած վախերով չապրեք։ Միշտ լուծումները կան։ Երբեք հետ չկանգնեք ձեր առաջ քաշած նպատակից։ Միշտ լուծումները կան, միշտ կան։ Պարզապես պետք է գիտելիք ունենալ, հետո կարողություն ունենալ ինչպես այդ գիտելիքը օգտագործել, դառնալ լավ մասնագետ հայրենասեր երկրի համար եւ կարողանանք միասին լուծել այս բոլոր հարցերը։ Ես համոզված եմ լուծելու ենք, որովհետև կան բոլոր հարցերի լուծումները։ Հայաստանում չկա հարց, որ մենք միասին բոլորով չկարողանանք լուծել։ Իմ կարգախոսը ես ասեմ, գիտեք որն է, կյանքում իմ առաջ մղող։ Պետք է աշխատել այնքան, ինչքան կարող ես, իսկ դրանից հետո էլ այնքան, ինչքան պետք է։ Ու համոզված եմ, որ կյանքում հաջողությունները թե մեր երկրի համար, թե ձեր անձնական կյանքում միշտ լինելու են։ Եվ իհարկե շատ ուրախ կլինենք շարունակել ձեր այդ համագործակցությունը, եթե դուք կուզեք մեծագույն սիրով, թե քննարկումները, թե ձեր կազմակերպության, թե նաև անհատ երիտասարդների միջոցով։ Շնորհակալ եմ այսօրվա այսքան կարևոր քննարկման համար։ Շնորհակալություն։